Այսօր մեր քննարկման թեման է աթեիզմ, ագնոստիցիզմ եւ սկեպտիցիզմ։ Աթեիստի կյանքը պայքար է, որովհետեւ իր հետ ոչ ոք չի ուզում պայքարել։ Ոչ թե կասկածն է իմաստը սկեպտիցիզմի, այլ հետազոտումը։ Շատ դժվար բան է մերժել Աստծուն, նամանավանդ երբ որ չես ճանաչում ու ես մերժում։ Կասկածում եմ, ուրեմն մտածում եմ, ուրեմն կամ։ Պետք է ոչ թե դու անդադ ամեն ինչ կասկածի տակ դնես, այլ կասկածի տակ դնես քո սեփական ընկալումը։ Քրիստոնեությունը ոչ մի ընդհանրություն չունի կույր հավատքի հետ։ Մենք կարող է սրտնեղենք աթեիստների գոյությունից, բայց որքան շատ են հավատացյալները, ովքեր չեն էլ գիտակցում, թե ինչի են հավատում։ Հնարավոր չէ սահմանել, թե ինչ ժողովուրդ է ժողովուրդը, եթե ժողովուրդը միասնական հավատքի հասկացողություն չունի։ Եվ ընդհանրապես գիտություն առանց հավատքի հնարավոր չէ։ Ինքնություն եւ արժեքներ հարթակի հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, ողջունում եմ ձեզ այբ դպրոցում։ Եվ այսօր մեր քննարկման թեման է աթեիզմ, ագնոստիցիզմ եւ սկեպտիցիզմ։ Իմ զրուցակիցներն են Վարդան Ասլանյանը, փիլիսոփայական եւ աստվածաբանական գիտությունների տեխնացու, այբ դպրոցի ուսուցիչ, եւ Արամ Փախչանյանը, այբ դպրոցի եւ այբ հիմնադրամի համահիմնադիր, այբ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ նաեւ այբ դպրոցի ուսուցիչ։ Դատելով մասնակցության այս բարձր աստիճանից, թեման շատ հետաքրքրական է բոլորիդ համար եւ անշուշտ մենք փնտրում ենք պատասխաններ որոշակի խորքային հարցերի։ Պետք է ասել, որ կան այսպես կոչված մեծ հարցեր, մարդկային կյանքի մեծ հարցեր։ Ոմանք առանձնացնում են 5 կարևորագույն հարցեր, որոնց պիտի մարդը իր կյանքի ընթացքում պատասխանի։ Համար առաջի տեղում հետևյալ հարցն է. Աստված կա, թե չկա։ Սա պարզվում է, որ մարդկությանը հուզող ամենագերագույն հարցն է։ Եվ մարդիկ փնտրում են այս հարցի պատասխանը։ Պայմանականորեն կարելի ասել, որ մարդկությունը կարող ենք բաժանել երկու մասի եւ եթե մի միջանկյալ մաս էլ վերցնենք, կստացվի 3 մասի, բայց եթե այսպես երկու հիմնական մասի բաժանենք մարդկությանը, կարելի ասել, որ մի մասը Աստծուն ընդունողներն են եւ դրանից բխող կրոնական գաղափարները ընդունողներն են, մյուս մասը Աստծուն չընդունողներն են եւ այդ գաղափարները մերժողներն են։ Եվ պետք է ասել, որ այդ գաղափարը մերժողները հայտնի են դեռ վաղնջական ժամանակներից։ Նույնիսկ անգամ այդ մասին խոսում է Աստվածաշունչը։ Սաղմոսած գրքում ասում է. Աստված չկա, ասաց անզգամը իր սրտում։ Ուրեմն նշանակում է, որ այդպիսի մարդիկ, այդպիսի գաղափարներ ունեցողներ դեռ հայտնի են եղել վաղնջական ժամանակներից։ Երբ քրիստոնեությունը ճանաչվեց որպես օֆիցիալ կրոն արդեն բյուզանդական կայսրությունում 4-րդ դարի սկզբից սկսած, այդ աստվածամերժ գաղափար ունեցող հոսանքները կամ այսպես աթեիստական բնույթի հոսանքները մեծ անկում ապրեցին եւ մարեցին, կարելի ասել։ Ամենայն դեպս նրանք այդքան էլ տեսանելի չեն բավականին երկարատև ժամանակի ընթացքում։ Այդ հոսանքները սկսեցին աշխուժանալ սկսած 17-րդ դարից լուսավորության ժամանակաշրջանից եւ կարելի ասել իրենց գագաթնակետին հասան 20-րդ դարում։ Թե ինչ տեղի ունեցավ 20-րդ դարում, ինչ փորձանքների ենթարկվեց մարդկությունը 20-րդ դարում եւ ինչ հոգեվոր ճգնաժամերի միջով անցավ, ձեզ բոլորիդ քաչ հայտնի է։ Միայն կարելի ասել, որ երկու համաշխարհային պատերազմները տեղի են ունեցել հենց 20-րդ դարում։ Սովետական միության փլուզումից հետո, հատկապես պոստսովետական տարածքներում կամ նախկին սովետական ազդեցության տարածքներում սկսվեց այսպես սեփական ինքնությունների
արժեքների փնտրում եւ նամանավանդ, որ կրոնը հանդիսանում է այդ ինքնության բաղկացուցիչ եւ էական մաս, կարելի է ասել, որ ընդհանրապես հավատքը, հոգեվոր գիտակցությունը գոնե այդ տարածքների վրա ծաղկում է ապրել։ Բայց կարելի է ասել նաև, որ ընդհանուր առմամբ հետաքրքրությունը հավատքի նկատմամբ աշխարհում զգալիորեն աճել է, սկսած 20-րդ դարի վերջից եւ 21-րդ դարի սկզբում։ Այնուհետև 21-րդ դարի սկզբում կարճատև, այսպես նոր աթեիզմի ալիք առաջացավ եւ այդ որքանով որ արագ առաջացավ, այնքանով էլ արագ մարեց։ Եթե մենք փորձենք պայմանականորեն աստվածամերժ եւ կրոնամերժ շարժումները բաժանել այսպես խմբերի, ապա կարելի առանձնացնել 3 հիմնական խումբ։ Առաջին խումբը դա աթեիզմն է, որը ժխտում է եւ մերժում է Աստծո գոյությունը եւ ընդհանրապես կրոնի անհրաժեշտությունը։ Երկրորդ խումբը ագնոստիցիզմն է, որը ոչ մերժում է եւ ոչ էլ ընդունում է Աստծո գոյությունը կամ կրոնի անհրաժեշտությունը։ Եվ երրորդ խումբը, որը կոչվում է սկեպտիցիզմ, որը կասկածի տակ է դնում Աստծո գոյությունը եւ ընդհանրապես հարցականի տակ է դնում կրոնի անհրաժեշտությունը։ Վերջին երկուսի մասին խոսելիս ես նկատի ունեմ կրոնական հատկապես ագնոստիցիզմը եւ կրոնական սկեպտիցիզմը, որտեղ սրանք նաեւ փիլիսոփայական ուղղություններ են եւ մի քիչ այլ բաներ են, բայց նաեւ կա այսպես կոչված կրոնական ագնոստիցիզմ եւ սկեպտիցիզմ։ Մենք այսօր ուզում ենք պատասխանել այն հարցին, թե այս 3 ուղղությունները ինչով են իրարից տարբերվում եւ ինչ ընդհանրություններ ունեն առհասարակ։ Իմ առաջին հարցը իմ զրուցակիցներին եւ արդյոք այս գաղափարները կամ տեսությունները ամբողջական են, շարունակական են եւ ինքնաբավ են, թե իրենք այլ բաների կարիք ունեն։ Եվ բացի դրանից, արդյոք այս տեսությունները կարող են իսկապես առաջնորդել մարդկանց եւ արձագանքել մարդկային կյանքի հիմնական փնտրումներին եւ հարցադրումներին։ Խնդրեմ Վարդան։ Նախ սկսեմ սկեպտիցիզմից։ Սկեպտիցիզմը դա հին Հունաստանի փիլիսոփայական դպրոցներից է, երբ մենք ասում ենք սկեպտիցիզմ կամ լսում ենք սկեպտիկ բառը, միանգամից առաջին ասոցիացիան, որ մեզ մոտ առաջանում է, մենք զուգորդում ենք կասկածի, ամեն ինչին կասկածող մարդու հետ, բայց իրականում եթե ստուգաբանությանը անդրադառնանք սկեպտիցիզմի, ոչ թե կասկածն է իմաստը սկեպտիցիզմի, այլ հետազոտումը։ Երբ մարդը փորձում է հետազոտել ամեն բան, գտնել ամեն ինչի հիմնավոր պատասխանները։ Կա չափավոր սկեպտիցիզմ, որը իբրև կայուն հիմք ընդունում է որոշ գաղափարների ճշմարտացիությունը, բայց մնացած ամեն բան կասկածի է առնում, կասկածով է փորձում իր համար ընդունելի կամ ոչ ընդունելի լինելը պարզել այդ գաղափարների։ Կա նաև ծայրահեղ ախտաբանական սկեպտիցիզմ, որը հանգում է նիհիլիզմի եւ ժխտում է ամեն բան, ամեն գաղափարի, ամեն տեսության հիմնավորությունը, բայց սա հենց հակասում է սկեպտիցիզմի բուն գաղափարին, սկեպտիցիզմի ի սկզբանե դրույթներից մեկը չհերքել կամ չհաստատել ոչինչ։ Հիմա սկեպտիցիզմը, որպես այդպիսին, որպես փիլիսոփայական ուսմունք, կիրառելը կրոնի եւ հավատի դաշտում տեղին չէ, որովհետեւ դա փիլիսոփայական տեսություն է փիլիսոփայական կոնտեքստում, այն ինչը տեղ ունի կրոնի եւ հավատի դաշտում եւ որը սկեպտիցիզմի առողջ մասնիկն է, դա առողջ քննադատական կասկածն է, հետազոտումն է, երբ մենք ամենքս փորձում ենք ինչ-որ բան համոզվելով, վերլուծելով, հետազոտելով, նախ կասկածի առնելով, ընդունել կամ չընդունել։ Կասկածը կամ քննադատական մտածողությունը մեր մտածողության անբաժան մի մասն է։ Կարծում եմ ամենքդ լսել եք Դեկարտի «Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ» խոսքը։ Իրականում սա թերի ձևակերպումն է։ Դեկարտն ասել է «Dubito, ergo cogito, ergo sum»։ Կասկածում եմ, ուրեմն մտածում եմ, ուրեմն կամ։
Այսինքն այստեղ ակներև ցուցադրված է, թե ինչպես մտածողությունը անբաժան է կասկածից։ Եվ բնական է, որ մենք կասկածի ենք առնում եւ մեր զգայական գիտելիքային, ինչ որ տեսնում ենք կամ լսում ենք, կասկածն է, որ մեզ դրդում է փորձով համոզվել ինչ որ բաներում։ Բնականաբար սրանից չենք կարող խուսափել եւ առողջ կասկածը, առողջ քննադատությունը տեղ ունի ցանկացած հավատացյալի կյանքում։ Պատկերացրեք, թե որքան միամիտ ու սնահավատ կլիներ մեր հավատը, եթե մենք նախ կասկածով, առողջ սկեպսիսով չառաջնորդվեինք, ոչ թե սկեպտիցիզմով, այլ առողջ կասկածով, սկեպսիսով։ Այդ դեպքում մենք պարզապես ցանկացած գերբնական թվացող երևույթ միանգամից հավատի կառնեինք եւ կընկնեինք սնահավատության մեջ։ Այնպես որ առողջ կասկածը միանշանակ տեղ ունի հավատացյալի եւ ցանկացած այլ մտածողության հայեցակարգով առաջնորդվող մարդու կյանքում։ Եվ նաև քրիստոնեության մեջ էլ, եթե նայենք աստվածաբանական կրոնական տեսանկյունով, Հիսուս Քրիստոս հենց ասում է ավետը անում քննեցեք եւ տեսեք, այսինքն նախ պետք է քննության առնենք այն ամենը, ինչին ուզում ենք հավատալ, ինչում ուզում ենք համոզվել, անցնելով աթեիզմին, նախ ասեմ, որ աթեիզմ ասվածը հին դարերում կամ միջնադարում, որպես այդպիսին ամբողջ հասարակության կողմից մերժելի ու խոտելի էր, չկային այնպիսի մարդիկ, ովքեր հայտարարեին, որ իրենք աթեիստներ են, բոլոր փիլիսոփաները, գիտնականները այս կամ այն կերպ հավատացել են Աստծո, աստվածների կամ գերբնական ուժի գոյությանը, եւ միայն լուսավորության դարաշրջանում է Վոլտեր կամ մյուս լուսավորյալներ, ովքեր հավատալով բանականության լույսի ուժին, որ իրենք կարող են բանականությամբ, գիտությամբ ամեն բան բացատրել, կարիք չունեն այլևս Աստծո մասին խորհելու։ Բայց հնում, ինչպես ասացի, օրինակ Սոկրատեսին, գիտեք, որ մահապատժի ենթարկեց, ինքը իրեն ընտրեց թույնը խմելու եղանակը, ինչում էր առաջին գլխավոր մեղադրանքը, որ Սոկրատեսին ներկայացվել էր, դա աստվածների հանդեպ անարգանքն ու աստվածներին չհավատալն էր, փուչ մեղադրանք էր, բայց դա պատժվում էր հին աշխարհում, հին Հունաստանում մահապատժով կամ աքսորով։ Եվ այսպես աթեիստները, նախ ասենք, որ սա երևի այս 3 հայեցակարգերից, որ այսօր ներկայացնելու ենք, աթեիզմը միակն է, որ ինքը ամբողջական գաղափարախոսություն չի ենթադրում։ Չկա այդպիսի ընդհանուր աթեիստական գաղափարախոսություն։ Ամեն մարդ սուբյեկտիվորեն իր կարծիքով ունի փաստարկներ, որոնց հետևելով չի հավատում Աստծուն կամ դեմ է Աստծո գաղափարին։ Չկա փիլիսոփայական աթեիզմ ասվածը, չկա այդպիսի բան։ Կան փիլիսոփաներ, ովքեր անհավատ են եղել, իրենց աթեիստ են համարել, բայց դա չեն կարողացել ներկայացնել ինչ-որ սպառիչ գաղափարախոսության տեսքով։ Օրինակ բերեմ։ Բերտրան Ռասելը 20-րդ դարի նշանավոր մաթեմատիկոս, փիլիսոփա, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հանճարեղ մարդ, գրել է մի հոդված, նաև հրապարակային ելույթ է ունեցել, ինչու ես քրիստոնյա չեմ թեմայով։ Եվ այնտեղ ներկայացնում է իր գաղափարները, իր կարծիքները, թե ինչու է նա դեմ, ընդհանրապես կոնկրետ Աստծո գոյությանը եւ քրիստոնեական Աստծո գոյությանը։ Բայց իր խոսքով իր աթեիստական գաղափարները ինքը իր համար սահմանել է 15-ից 18 տարեկան հասակում, այսինքն մի տարիքում, որտեղ երբ որ մենք բոլորս անցնում ենք այդ կասկածի շրջանը, ամենքս էլ ունենք կասկածներ Աստծո գոյության, Աստվածաշնչի աստվածային ներշնչման վերաբերյալ, ես ինքս անցել եմ այդ փուլերով, եւ իրականում այդ աթեիստական հայացքները յուրաքանչյուր փիլիսոփայի, մտածողի, հասարակ մարդու գալիս են հանգում են իրենց սուբյեկտիվ մոտեցմանը իրենց հայացքներին։ Չկա գիտական աթեիզմ ասված, այն ծիծաղելի փորձը, որ խորհրդային միության շրջանում կոմունիզմը փորձեց առաջ քաշել, գիտական աթեիզմ, դա պարզապես ծիծաղելի է, այդ համակարգը ամբողջ փլուզվեց եւ մենք հետո կանդրադառնանք գիտության եւ հավատի այդ կարծեցյալ առճակատմանը, որ ընդհանրապես գոյություն չունի, դրական կողմը, որ կարող եմ նշել աթեիստական մտածողության, ընդհանրապես մարդկանց մենք չենք պախարակում կամ խարանում մարդկանց աթեիստ լինելու համար, աթեիստները մեզպես մարդիկ են, նաև շատ խելացի, շատ կիրթ, բայց իրենք ունեն իրենց համոզումները աթեիզմի վերաբերյալ, դա իրենց համոզումն է։ Աթեիստները իրենք
ճիշտ է, լինելով իրենց համոզումները առաջ տանելով, իրենք նաև միշտ հնարավորություն ունեն, քանի որ բաց է այդ երկխոսության ալիքը Աստծո հետ, երբ իրենք նույնիսկ հակառակվելով Աստծուն, իրենք երկխոսում են Աստծո հետ, միշտ հնարավոր է, որպեսզի իրենց հայացքը, իրենց մոտեցումը փոխեն եւ հանկարծակի վերածվեն ամենաջերմեռանդ հավատացյալներին։ Քրիստոնեության պատմությունը, առհասարակ պատմությունը լի է այդպիսի դեպքերով, երբ գիտնականներ, փիլիսոփաներ, մոլի աթեիստներ, իրենք վերջի վերջո այդ դարձը ապրում են եւ հասկանում են Աստծուն, որտեղ մշտապես հաղորդության մեջ են գտնվում Աստծո հետ։ Եվ համառոտ անդրադառնամ նաեւ ագնոստիցիզմին, փիլիսոփայության մեջ երբ ասում ենք ագնոստիցիզմ, դա մեկնաբանվում է իբրև ճանաչողության, իմացության հնարավորության հերքում, որ հնարավոր չէ ինչ-որ մի բան իմանալ որևէ ոլորտում։ Սա եթե տեղափոխենք կրոնի ու հավատի դաշտ, բնականաբար սա նշանակում է, որ մենք չենք ընդհանրապես հնարավոր չենք համարում Աստծո գոյության մասին խոսելը, դա ոչ ապացուցելի է, ոչ հերքելի։ Եվ սա կարծում եմ ամենածայրահեղ մոտեցումն է ու ամենավտանգավոր մոտեցումն է այն առումով, որ տեսեք ասացինք աթեիստը միշտ բաց է պահում այդ ալիքը Աստծո հետ հաղորդության եւ նույնիսկ վիճելով Աստծո հետ, հերքելով Աստծուն, հաղորդության մեջ է Աստծո հետ։ Բայց ագնոստիկը ընդհանրապես իր մտքից հանում է այդ գաղափարը, այդ անհրաժեշտությունը մտածելու Աստծո մասին։ Մեր հասարակությունը լի է ագնոստիկներով, ովքեր տասնամյակներով ընդհանրապես չեն մտածում Աստծո մասին, մտածում են, որ առհասարակ կարիք չկա խորհելու այդ թեմայի շուրջ։ Ջոն Լենոնի Imagine երգը ամենքը լսել են, տողեր կան այնտեղ, պատկերացրեք, որ չկա դրախտ, պատկերացրեք, որ չկա դժոխք, նաև կրոն, չէ։ Սա կարծես մանիֆեստ լինի ագնոստիկների, որ եկեք առհասարակ չմտածենք դրա մասին։ Բայց հավատը, կրոնը, Աստծո գոյությունը ու շատ ուրիշ բաներ, եթե այսպես հերթով հանելով գնանք, շատ քիչ մարդկային ինքնության եւ արժեքին բնորոշ գծեր կմնան, որոնց մասին մենք պետք է խորհենք, բայց չենք խորհում։ Սա պարզապես հետաձգում է այդ զրույցը Աստծո հետ, հետաձգում է հավատի մասին խորհելու եւ դրա անհրաժեշտության գիտակցումը, բայց կարծում եմ, եթե նույնիսկ կյանքի օրոք մարդը չանդրադառնա այդ հարցին, ինքը զրկվում է այնպիսի կարևոր մի նյութի մասին խորհելու հնարավորությունից, որը իրեն տրված էր իր կյանքի օրոք։ Ձեզ կվերադարձնեմ խոսքը, հետո կշարունակենք։ Շնորհակալություն Վարդան, իդեպ այդ Ջոն Լենոնին որ հիշեցիր, այնտեղ հիմնական կոչը եղբայրության մասին էր։ Ես ուզում եմ ասել, որ այդ եղբայրության գաղափարը ինքը շատ խորը քրիստոնեական գաղափար է։ Հնարավոր չէր պատկերացնել հին աշխարհում այդպիսի կոչ։ Բայց պետք է հասկանալ, որ եղբայրությունը միայն հնարավոր է մեկ դեպքում, եթե մենք ընդհանուր հայր ունենք։ Եթե չկա հայրություն, երբեք եղբայրություն լինել չի կարող։ Հիմա խոսքս փոխանցեմ Արամին։ Երկու նախորդ խոսնակներից հետո դժվար է խոսել։ Ես կփորձեմ մի քիչ խոսել այդ տարբեր տեսակի մտածողություն, չասեմ փիլիսոփայություն, դա փիլիսոփայել մի քիչ դժվար է շատ մարդկանց համար, մտածողություն ունեցող կամ այդ գաղափարների հիմնականում, այսպես սիրողական մակարդակով կիսող մարդկանց մղզավանջների մասին։ Եթե ասենք վերցնենք տիպիկ աթեիստին, արդեն Վարդանը խոսած շատ չմանրամասն, բայց աթեիստի կյանքը պայքար է։ Պայքար է ընդհանրապես հողմաղացների դեմ, որովհետև իր հետ ոչ ոք չի ուզում պայքարել։ Իրեն ընդհանրապես ասում են մեզ հանգիստ թող։ Գնա քո կյանքով ապրիր։ Ոչ, նա գնում է եւ պայքարում է, ինչու, որովհետև նա կոչված է համարում իր կյանքի նպատակը, իր առաքելությունը դրել է մարդկանց աչքերը բացել դեպի ճշմարտություն։ Եվ ճշմարտությունն իր տեսակից այն է, որ նրանք ուղղակի աշխարհը սխալ են տեսնում։ Թե որն է իրական ճշմարտությունը, չի կարողանում մարդկաց ասել։ Մարդիկ ասում են, լավ, Աստծուն չհավատանք, ինչին հավատանք, ինքը ասում է դա արդեն իմ գործը չէ։ Ես քեզ միայն պիտի ասեի, որ Աստված չկա, գնա մնացածը ինքդ փնտրիր։ Եվ ուղարկում է մարդկանց մնացած ճանապարհը անցնելու։ Եվ դա իրականում գիտական աթեիզմի ոնց որ ամբողջ միտքն էր սովետական, որ մասկրպից մարդկանց ազատենք այն մտքից, որ Աստված կա, հետո արդեն որ տեղը ազատվի, մի բան կլցնենք, մեջը կոմունիզմ բան եւ այլն, այլ բաներ։ Բայց դրա փոխարեն մարդը սկսում էր ուրիշ բաների հավատալ եւ շատերը գնացին հավատացին կապիտալիստական գաղափարներ, երկիրը շուռ տվեցին, դարձրեցին կապիտալիստական, այնպես որ մի բանից մարդուն զրկում ես,
Ասենք դու մարդուց զրկում ես հոգևոր արժեքներից կամ հոգևոր պատկերացումներից։ Դու պետք է հասկանաս, որ առաջին ով է խցկվել է նյութականն է։ Նա ընկները նյութական հաճույքների հետևից։ Հետո այդ մարդուն հետ բերելը դեպի քեզ շատ ավելի դժվար կլինի։ Իսկ աթեիստը իրական շատ վտանգավոր է իր գործունեության մեջ, բայց իսկապես ես համաձայն եմ, որ որպես իրեն համար, մարդու համար, որպես ամրություն, որպեսզի դուք ամբողջ կյանքը դες համոզված աթեիստ ես, գոնե համոզված լինելու կարողություն է պետք։ Որ շատ մարդկանց տրված չէ։ Հիմա եթե գնանք սկեպտիկի հիմնական խնդիրն այն է, որ ինքը անընդհատ պայքարում է իր հետ, որտեվ դու չես կարող ոչ մի բանի վրա չհենվել։ Մաթեմատիկան հենված է աքսիոմների վրա։ Եթե դու անընդհատ կասկածի տակ ես դնում այն, ինչի վրա փորձում ես հենվել, դու այլ հենակետ ես փնտրում։ Չգտար էլի ես փնտրում։ Դու կարող ես ամբողջ կյանքը դրանում լինել, բայց դա կլինի անարդյունավետ։ Եթե դու փորձում ես գտնել մի հենակետ, դու հենակետների հետ ամբողջականություն դառնում է քո աշխարհայացքը։ Դու փաստորեն ունես աշխարհայացք։ Հենց դու ունեցար աշխարհայացք, դու դառնում ես կողմնակալ, որովհետև այն ինչ որ մտնում է քո աշխարհայացքի մեջ դառնում է ճշմարիտ, այն ինչ որ չի մտնում ենթակա է քննման։ Դու փաստորեն արդեն դառնում ես կողմնակալ, բայց դա սկեպտիկի հիմնական թշնամին է կողմնակալությունը։ Նա պետք է իր հետ պայքարի եւ ինքը իրեն կրծում է ներսուց։ Այնքան է կրծում, ինչեւ իրենից բան չի մնում։ Ինքը ամբողջապես ներսից կրծված է լինում։ Դրսից կարող է շատ հաճելի մարդու, բայց սկեպտիկները բավական ներվային են սովորաբար, որովհետեւ անդադ այդ հոգեվիճակի մեջ են ներքին կասկածի, այդ ներքին կասկածը իրենց ուտում է։ Այնպես որ մի քիչ պետք է զգուշ լինել սկեպտիցիզմի մեջ եւ ընդհանրապես երբ որ ես երեխաների հետ խոսում եմ քննական մտածողության կամ քննադատական մտածողության մասին, ես միշտ ասում եմ, որ դա պետք է ոչ թե դու անընդհատ ամեն ինչ կասկածի տակ դնես, այլ կասկածի տակ դնես քո սեփական անկալումը։ Որտեւ այդ պահին է, որ դու որոշում ես կայացնում, սա ինչ է։ Ես ինչ մտածեցի, սրա ասենք կամ ինչ ասացի։ Պետք չէ մարդկանց չհավատալ, պետք չէ չհավատալ շատ բանի, պետք է հավատալ, որտեղ հավատալը շատ ավելի կարևոր է, քան չհավատալը։ Սխալ հավատի ազդեցությունը մարդու վրա ավելի քիչ է, քան բացարձակ չհավատալու։ Հավատը ամեն դեպքում ավելի առողջ բան է, քան չհավատալը։ Ընդհանրապես մեզ համար, բոլորիս համար։ Իսկ ամենադաժան ես համաձայն եմ Վարդանի հետ, ամենադաժան պատկերը դա ագնոստիկի պատկերն է։ Որտեղ դա մի մարդ է, որը ուղղակի չգիտի ինքը ինչին է հավատում։ Սկեպտիկը գոնե փորձում է դա հասկանալ եւ գոնե որպեսի մերժի պիտի հասկանա, չէ՞։ Սա ընդհանրապես չգիտի ինչին է հավատում, ամեն պայն ինչ-որ բանի հավատում է։ Եվ իր ամբողջ կյանքը վերածվում է մի բանից մի այլ բանի վրա թռչկոտելուն։ Այսօր ես հավատում եմ նրան, որ ընտանիքը լավ բան է, բայց ընտանիքս չստացվեց, հավատում ընտանիքը վատ բան է։ Ուրեմն ես բաժանվում եմ, լավ, բաժանվում եմ, հիմա ընտանիք կազմեմ, թե չկազմեմ, չգիտեմ, եթե սիրահարվեմ կկազմեմ, բայց եթե սիրահարվելը լավ բան է, սիրահարվեցի լավ անցավ, ուրեմն լավ բան է, սիրահարվեցի աղջիկը ինձ չսիրեց այլևս, ուրեմն վատ բան է։ Հավատում եմ մի այլ բանի, այդպես ամբողջ կյանքը դու փոխում ես քո հավատները։ Խնդիրն այն է, որ այդպիսի մարդուն ոչ ոք չի հավատում։ Որտեղ մարդկանց, որոնք չունեն սկզբունքներ, չեն հավատում։ Իսկ եթե մարդուն ոչ ոք չի հավատում, նա չի ստեղծում վստահություն իր շրջապատում։ Իսկ վստահությունը դա մարդու կյանքի ամենակարևոր կապիտալն է։ Եթե դու չստեղծես վստահություն, դու ոչինչ ես։ Դու ուղղակի ոչինչ ես։ Դու այնքանով ես մարդ, որքանով քո նկատմամբ կա վստահություն։ Եվ աթեիստը ավելի մեծ վստահություն է իր նկատմամբ ձևավորում, քան ագնոստիկը։ Ու այդ առումով ես համաձայն եմ նախորդ խոսնակներիդ, որ ագնոստիցիզմը ամենաահավոր բանն է։ Երևի այսքանը Տեր հայր։ Շնորհակալություն Արամ։ Ես նույնպես մի փոքր անդրադառնամ այս հարցին, նախ եթե հիշում եք հարցադրումը այն մասին էր, որքանով են այս տեսությունները ամբողջական, հետևողական եւ ինքնաբավ։ Եվ ըստ իս այստեղ կան շատ մեծ հարցեր։ Շատ մեծ հարցեր, որովհետեւ ի սկզբանե այս տեսությունները ինքնաբավ չեն։ Նախ իրենք հիմնված են հիմնականում ժխտման կամ անորոշ տեսանկյունների, բայց իրենք իրենց առջև խնդիր ունեն կամ կասկածների, որտեղ իրենք կամ բացահայտ մերժում են կամ խուսափում են պատասխանից կամ կասկածի տակ են դնում որոշակի իրողություններ, որոնց մասին իրենք չգիտեն։ Օրինակ, շատ դժվար բան է մերժել Աստծուն։ Նամանավանդ երբ որ չես ճանաչում ում ես մերժում, չգիտես ինչն ես մերժում, շատ դժվար բան է, որտեղ որպեսի մերժես կամ հերքես մի բան, դու պետք է տարական ճանաչողություն ունենաս։ Երբեմն գիտնականներն են փորձ անում իրենց հեղինակությամբ մտնել այս ոլորտում հոգևորի հավատքի ոլորտում չունենալով տարական էքսպերտիզա եւ տարական գիտելիք։
Ես հիշում եմ իմ գիտական մակրողեկավարը ակադեմիկոս Գինզբուրգներ Մոսկվայում, երբ ես սովորում էի Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում եւ Գինզբուրգի տեսական խմբում էի, աշխարհարչակ գիտնական, կարելի ասել 20-րդ դարի գիտությունը ստեղծած մարդկանցից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր, եւ ինքը այսպես թունդաթեիստ էր եւ փորձեց հրապարակային բանավեճի մեջ մտնել այդ հարցով մի Սարգսակի հետ, Կուրաևի հետ, որը շատ հայտնի աստվածաբան էր ռուս եկեղեցու։ Եվ սարսափելի վիճակի մեջ ընկավ, խայտարակ եղավ ուղղակի այդ մարդը։ Տարական գիտելիքների բացակայություն, սուր մտնե ասում բացարձակ չինարեն չիմանաս ու ուզենաս չինարենով պոեզիա գրես, մոտավորապես այսպիսի վիճակում էր հայտնվել։ Պետք է ասել, որ այս աստվածամերժ տեսանկյունները շատ հաճախ այդքան էլ հիմնավորված չեն եւ ունեն մեծ բացեր ընդհանրապես հոգեվորի ճանաչողության տեսանկյունից։ Իրենք նաև շարունակական չեն, մեկը մյուսից չի բխում, տարբեր մարդիկ ունեն տարբեր հայացքներ, իրար հետ վիճում են, իրար հետ հակասության մեջ են, այսինքն չկա մի ընդհանուր աստվածամերժ ճակատ, թշնամանում են իրար դեմ, այսինքն չկա գաղափարական միասնություն եւ չկա հետեւողականություն այս ամեն ինչի մեջ։ Այս ամեն ինչը ընդամենը ընդդեմ ինչ որ մի բանի է եւ ոչ թե ինչ որ բանի համար։ Հետևաբար նաև շատ դժվար է պատկերացնել, որ այս գաղափարները կարող են ռեալ առաջնորդել մարդկանց։ Ինչպես դու կարող ես մարդկանց առաջնորդել, եթե քեզ համար չկա ճշմարտություն, եթե քեզ համար կյանքը ընդհանրապես նպատակ չունի, իմաստ չկա, եւ այլ որ ինքնության անբաժանելի մասերն են, այսինքն դու փորձում ես մարդուց խլել այն ամենը, ինչը մարդուն մարդ է դարձնում։ Ինչպես կարող են այսպիսի շարժումները նպատակ դնել եւ առաջնորդել մարդկանց։ Շատ դժվար է։ Եվ երկրորդ բանը ես ուզում եմ ասել այստեղ գիտության հեղինակության չարաշահումն է։ Բոլորը չարաշահում են գիտությունը։ Անգլերենում մի նոր տերմին կա science, գիտություն, եւ կա scientism, գիտապաշտություն, որը գիտության հետ ոչ մի կապ չունի, սրանք սպեկուլյացիաներ են գիտական թեմաներով։ Ապրիորի, չգիտեմ, բոլոր գիտնականները պիտի անպայման աթեիստներ լինեն, եւ ես ուզում եմ ասել, որ գիտնականների մեծ մասը հավատացյալ է։ Հավատացյալ մարդիկ եւ շատ նշանավոր մարդիկ։ Նյուտոնի մասին գիտեք, հավանաբար Էյնշտեյնի մասին էլ գիտեք, որ հավատացյալ, մի քիչ իր ձևով հավատացյալ, չգիտեմ, Մաքսվել, Դիրակ, Հեյզենբերգ, այսինքն ժամանակակից գիտության ստեղծողներն են այս մարդիկ։ Այսինքն ուզում եմ ասել, գիտնական չի նշանակում ընդհանրապես հավատքից հեռու մարդ կամ դա որևէ ձևով հակասության մեջ չի մտնում գիտությունը իր կրոնական պատկերացումների հետ, բայց չարաշահվում է սա, չարաշահում է գիտության հեղինակությունը, ստեղծվում է այսպես կոչված գիտապաշտություն։ Կարելի ասել, որ սովետական միության ժամանակաշրջանը հենց այդպիսին էր։ Երբ որ մարդուց խլում ես իր կրոնը, իսկ մարդը շատ մտածողների կարծիքով կրոնական էակ է, ինքը հավատացող էակ է, հավատքը մարդու ֆունդամենտալ հատկությունն է, հավատքը վերցնես, մարդուց ոչինչ չի մնալու, մենք դրա մասին դեռ խոսելու ենք, մարդ արարածը փլուզվում է առանց հավատքի, եւ մարդը հավատում է անկախ նրանից միտքը ընդունում է թե չի ընդունում, հա, Աստծո գոյությունը, մարդու սիրտը իր ճշմարտությունն է փնտրում, մարդու սիրտը անընդհատ երկխոսության մեջ է հավիտենականության ու անվերջության հետ, աստվածային իրականության հետ։ Եթե դու մարդուց խլում ես կրոնը, մարդը ամեն ինչից կրոն է սարքելու։ Մի հատ հիշեք սովետական միության ժամանակ ինչպես էր ծաղկում սնահավատությունը։ Սև կատու, դրան վրա բարև չտալ, թուղթ ու գիր։ Եկեղեցու բակում հողովակ էր ուզում գցել, գետնի տակից ամբողջությամբ թուղթ ու գիր էր դուրս գալիս, ծաղկում էր սնահավատությունը։ Որտեվ մարդուց խլում ես բուն կրոնը, ինքը հակված է ամեն ինչից կրոն սարքելու։ Մարդը այդպիսի էակ է։ Եվ պատահական չի, որ կրոնները մարդկային ինքնության անբաժանելի մասն են։ Հնարավոր չի սահմանել, թե ով է մարդը առանց ասելու, թե այդ մարդը ինչին է հավատում։ Հնարավոր չի սահմանել, թե ինչ ժողովուրդ է ժողովուրդը, եթե ժողովուրդը միասնական հավատքի հասկացողություն չունի,
Եվ մենք կտեսնենք, որ այդ հավատքը ոչ միայն կրոնական երևույթ է, հավատքը ամեն ինչի մեջ է, մարդկային կյանքի բոլոր դրսևորումների մեջ է։ Պետություն այդ լրիվ հավատք է։ Լրիվ։ Դա չհավատաս պետությանը, պետությունը փլուզվելու է։ Այնպես որ ամեն ինչի մեջ է այդ հավատքը։ Եվ այս գիտության չարաշահումը, որովհետև իրենք կարիք ունեն հավելյալ հեղինակության, մենք տեսնում ենք այս աստվածամեջ շարժումների մեջ որպես հիմնական գործոն։ Հիմա ես իմ երկրորդ հարցս ուղղեմ մեր զրուցակիցներին, որը կապված է հոգեբանական երևույթների հետ, մերժման, այսպես կոչված հոգեբանությանը։ Ընդհանրապես մարդը հոգեբանորեն կարող է մերժել, չընդունել, հակադրվել ինչ-որ մի բանի, հակառակվել ինչ-որ մի բանի, սա տեղի է ունենում որոշակի հատկապես տարիքային խմբերում, երբեմն սա դրսևորվում է որպես պաշտպանություն, երբեմն սա դրսևորվում է, որտեղ դու պիտի ինչ-որ բիծով պաշտպանես ինքդ քեզ եւ խելոք երևաս, որպես օրիգինալություն, հա, այսպես կամ որպես ինչ-որ հետևանք, ինչ-որ մոդայի եւ այլն, տարբեր այսպես տարիքային խմբերում, բայց մարդը կարող է մերժել որոշակի իրողություններ։ Եվ շատ հաճախ ինքը այդ մերժումը անում է առանց հիմնավորումների։ Հատկապես դա տեղի է ունենում պատանիների շրջանում, երիտասարդների շրջանում, երբ որ իրենք հետևում են ինչ-որ բաների կամ դառնում են հետևորդ ինչ-որ ուսմունքների առանց խորը վերլուծություններ անելու եւ խորը հիմնավորումներ ունենալու։ Դա բնորոշ է, քանի որ կա այդ երևույթը, հա, մարդիկ գտնվում են այդպիսի հոգեվիճակում, բնականաբար կլինեն տարբեր խաղացողներ, որոնք կփորձեն մանիպուլացնել մարդկային գիտակցությունը, ազդել հատկապես երիտասարդների հոգեբանության վրա։ Եվ հարցս հետևյալն է, որքանով ենք մենք պաշտպանված ընդհանրապես գիտակցության մանիպուլյացիաներից եւ որքանով ենք կարողանում հիմնավորել մեր կարծիքները եւ հատկապես ինչը կարող է մեզ պաշտպանել, հատկապես կուզենայի սրան անդրադառնալ կրթության տեսանկյունից, խնդրեմ Արամ։ Տեսեք, ես միտքս շարունակեմ մի քիչ այդ սկեպտիցիզմի տեսակետից, որովհետեւ մի բան, որ հիմա շատ երիտասարդներին դպրոցներում սովորեցնում են համալսարաններում, որ պետք է լինել ինքնուրույն մտածող։ Եվ ինքնուրույն պետք է քննել ամեն բան եւ ինքնուրույն որոշում կայացնել, բայց իրենց մի հարցի պատասխան չեն տալիս, անգամ այդ հարցը չեն տալիս։ Իսկ այդ ինքնուրույնը ինչ է նշանակում։ Ինչի հիման վրա ես դու անում այդ հետազոտությունը, ինչի հիման վրա ես դու քննում, որտեղից են գալիս քո սեփական համոզմունքները։ Եվ որ երիտասարդը մի քիչ սկսում է խորանալ սեփական համոզմունքների մեջ, ինքը հայտնաբերում է այնտեղ մի մեծ խայտաբղետ իրականություններ ուղեղում, որը հիմնականում ձևավորված է իր մանկության տարիների չգիտակցված ընկալումներից։ Ծնողներն ինչ որ բան ասել, կողքի հարևանն է ասել, ընկերներ երեխեքն են ասել, ու այդ ամենը մեկ էլ վերածվում է այսպեսի մի աստվածային էության, համարյա ոնց որ բարձր աստիճան հեղինակության, քեզ ասում են դու ես քո հեղինակությունը, եւ դու քո հեղինակության բարձրունքից դատիր մնացածներին։ Դրան ավելանում է այդ սկեպտիցիզմը, որը բնորոշ է քննադատական մտածողության, իսկ սկեպտիցիզմը ինչ է նշանակում, որ ես չեմ կարող այլ մեկի մի բան ասել, քանի դեռ ես իրեն չեմ կարող համոզել, քանի դեռ չունեմ համոզիչ փաստարկ, այլապես ես կլինեմ ինքս իմ այդ քննադատական մտածողությանը դեմ գնացող մարդ։ Ես ինչու եմ այլ մարդուց անցնում բացարձակ վստահություն իմ ասացի նկատմամբ, եթե ես իր ասածին չպետք է որ վստահած լինեմ, առանց բավարար հիմնավորվածության։ Եվ անգամ եթե ես ունենում եմ ուժեղ զգացողություն, որը ինձ համար անհասկանալի է որպես երիտասարդ, որպես անձնավորություն, ես լռում եմ դրա մասին։ Ես չեմ բացահայտում, դա ես չեմ ասում, ես ինչ-որ բան զգացի շատ մեջս, որովհետև դրա մասին չեմ կարող խոսել սկեպտիցիզմի լեզվով։ Ինքը դատարկ բան է մնացածների համար, իմ տեսակետից ես լռում եմ։ Ու ստացվում է, որ այդ հոգևոր փորձառությունը չի կիսվում, չի տարածվում, քանի որ այն լռեցվում է այդ թելադրականով, որ դուք պետք է լինեք համոզիչ եւ այլն եւ այլն։ Ավելին, ես ենթադրում եմ, որ դա իմն է, անձնականն է, ուրիշը դա չի կարող զգալ։ Իհարկե չի կարող, որովհետեւ բոլորս անձեր ենք, բոլորս ինքնուրույն ենք։ Եվ բոլորը պարփակում են իրենց մեջ, իրենց զգացողությունների մեջ։ Եվ մեկ էլ դա կոչում են հոգևոր
փնտրտուքներ։ Ամեն մեկը ընկնում է իր հոգևոր բոլորը չեն վստահում ընդհանուր գաղափարին, ասենք նույն քրիստոնեության, ինչը որտեղ իրենց սովորեցրել են, որ դա տոտալիտար համակարգ է, դու իրանք չունես, դու պետք է դրա դեմ ընդվզես, ժողովրդավարական մտածողությունը, լիբերալ մտածողությունը պետք է դրա դեմ պայքարի, հա դու իրանք ունես քո մոտ փնտրտուքներ ունենալ։ Խոսիր դրա մասին միայն շատ մտերիմ մարդկանց հետ, կիսվեք դրանով, բայց մի ամփոփեք, մի ամբողջացեք, որտեղ հենց որ ցեցիք ամբողջացնել, դուք ձևավորում եք տոտալիտար համակարգ, դուք ձեր մեջ դառնում եք ամբողջ, դուք վտանգավոր եք դառնում, ամեն մեկը մնացեք ձեր մեջ եւ այլ։ Եվ այդ մտածողությունը բերում է նրան, որ այդ երիտասարդները, որոնք ընկնում են դեր հոր ասածը փնտրտուքի մեջ, որտեղ իրանք զգում են, որ ինչ-որ բան կա, որ իրանք պահանջում են, իսկ իրականում Յունգը ասում է, որ մարդու գիտակցությունից եւ ենթագիտակցությունից բացի կա վերգիտակցություն, կա մի տեղ մարդկանց մեջ, որը անհասանելի է հոգեվերլուծաբանի եւ հոգեբանի համար, որը հասանելի է միայն իր հոգեվորի համար, եւ որտեղ իր մեջ ապրում է Աստծո ընկալումը, եւ մարդիկ դա ունեն, մարդու մեջ ստեղծված է Աստծո նկատմամբ հավատի մեխանիզմը կոպիտ ասած։ Եվ եթե դու այդ մարդուն չես ուղղորդում, որպեսզի նա այդ ամենը մարդկանց դարավոր կուտակավ փորձի հիման վրա ձևավորի իր մեջ, այդ տեղը լրացնի, ապա նա լրացնում է ինչ որ սեփական փնտրտուքների հիման վրա։ Փաստորեն շատ հաճախ վերադառնալով են նախկին դարերի, ես իմ մութ ժամանակների դեռ մարդկանց չգիտակցված բազմաստվածության ինչ որ ստանդարտների, բան ինչ ասած այնտեղ կարող է առաջանալ, բայց մի բան առաջանալու է։ Եվ արդյունքում ինչ է լինում, որ այդ մի բանի համար լավ պայքար է գնում։ Շատերը ուզում են առաջացնեն այն, ինչ որ իրենց է պետք, եւ երիտասարդները ընկնում են տարբեր թակարդները։ Առավել այդ դժվար ժամանակին, երբ որ իրենք երիտասարդ են, երբ որ ես մոտ փնտրտուքն իրենք չեն հասկանում ինչ, չեն հասկանում, եւ մերժողականությունն է։ Երիտասարդին ինչու է օրինակ Տեր Հայր ճիշտ ասում, չի կարելի բռնի ձևով բերել հավատքի, որովհետեւ երիտասարդը դիմադրում է բռնության, ի սկզբանե դա իր բնազն է։ Նա պետք է ինքը դա անի, ինքը պետք է քայլանի։ Երեխային է փորձում եք, չէ՞, մի քիչ արագացնեք իր քայլը, սկսում է դիմադրել։ Ասում է թե թող ես։ Նա այդ եսը, նա ուզում է դառնալ կարող, որպեսզի վաղը ինքն իր զգացողությանը վստահի, իր անձին վստահի, իր հավատքին վստահի։ Որքան ավելի դու շատ ես պարտադրում, այնքան դրան ավելի քիչ է վստահում։ Եվ դա շատ նուրբ աշխատանք է, բայց եթե մենք այդ նուրբ աշխատանքը չանենք եւ երեխային չօգնենք, կգտնվի մեկը, որ նրան կտանի։ Եվ դա կլինի ձեր երեխան, արտաքուս ձեր նման, ձեր ընտանիքի անդամ, բայց արդեն ձերը չէ։ Իր ամենակարևոր հանգրվանում, որը կառավարում է իր գիտակցությունը, իր ենթագիտակցությունը, ամեն ինչը, նա արդեն այլ մարդկանց է պատկանում, որոնք իրեն տարել են իրենց դաշտերը։ Ու դա ամենամեծ վտանգն է իմ տեսակետից, որը մենք ունենք, ու այդ վտանգները շատ հեշտ պարփակվում են այդ երեք գաղափարախոսությունների շրջանակներում։ Երեխային սովորեցնում են քննադատական մտածողը, դրանով են տանում, իրեն դարձնում են ագնոստիկ, բայց չկա որևէ ճշմարտություն։ Կամ եթե կա, կարևոր չի, դա ընդհանրապես որևէ կերպ չի ազդելու քո կյանքի վրա, տանում են այդ ճանապարհով, կամ իրեն դարձնում են աթեիստ, բա մի հավատա, այդ ամենը սուտ է, այդ ամենը մութ դարերից է գալիս, Կոպեռնիկոսին կախեցին, վառեցին, սպանեցին, բոլորը դաժան են, քրիստոնեությունը դաժանության է բերում, քրիստոնեական պատերազմի ամենադաժանն են եղել, մարդիկ երբ որ դառնում են քրիստոնյա, իրաց մի հավատա, որտեղ իրենք դաժան մարդիկ են։ Հավատա մեզ, մենք բարի ենք, ժպտում ենք, դեմոկրատ ենք, լիբերալ ենք եւ ձեզ քեզ կտանենք դեպի դրախտ։ Այդ ամենը մենք տեսնում ենք ամեն օր մեր շրջապատում, YouTube-ներում, Facebook-ներում, դուք եք երևի տեսնում, ու դա իմ կարծիքով ամենամեծ վտանգն է, որ այսօր կա։ Շնորհակալություն Արամ։ Խնդրեմ Վարդան քո անդրադարձ։ Ինչ վերաբերում է հոգեբանական կողմին, որը պայմանավորում է մեր հավատքային դիրքորոշումը, կա գերմանացի ազգությամբ հոգեվերլուծաբան Էրիկ Էրիքսոն, ով տվել է մարդու հոգեսոցիալական զարգացման փուլերը ծնունդից մինչև զառամյալ տարիք, բոլորի վրա կանգ չառնենք, բայց 1-ից 3 տարեկանից սկսյալ մարդու մոտ ձևավորում է կասկածի շրջանը։ Կասկած իբրև մտածողության հիմք եւ դեռահասության շրջանը 12-ից 18 տարեկան ընկած տարիքը համարվում է շփոթմունքի շրջան։ Այն ինչ որ Արամն ասաց, այո, դեռահասը փորձում է հասկանալ, պատասխան գտնել շատ հարցերի, նաև հավատքային հարցերի, բայց շփոթմունք է իրականում, հաստատ համոզմունք դեռևս չի կարողանում ձևավորել։ Եվ շատ ժամանակ տարվելով գիտենք, որոնք են աթեիստական ստանդարտ փաստարկները, չէ՞,
Ինչու այսքան անարդարություն կա աշխարհում, ուրեմն Աստված չկա, ինչու պատերազմներ կան, ինչու միջնադարում եկեղեցին մարդկանց կոչ է արել գնալ խաչակրած արշավանքների, ինկվիզիցիա է եղել եւ այլն։ Այսինքն չխորանալով քրիստոնեության կամ հավատի բուն էության մեջ դրա արտաքին կողմերը գուցե վանում են դեռահասին եւ կասեցնում են նրա հետաքրքրասիրությունը խորանալու հավատքային հարցերի մեջ։ Հիմա նույն Բերտրան Ռասելը, ում հավատքային դիրքորոշումը ձևավորվել էր 15-ից 18 տարեկանում իր խոսքով, եթե ավելի ժամանակ տրամադրեր ուսումնասիրեր քրիստոնեությունը, վստահաբար ավելի հիմնավոր կարծիք կհայտներ քրիստոնեության մասին։ Արթուր Ռեմբոն, նշանավոր գրող, ասել է 17 տարեկանում լուրջ չի լինում ոչ մի մարդ եւ դա ասել է 17 տարեկանում, այսինքն ինքը իր մասին։ Սա նշանակում է, որ կանգ առնել պարզապես պետք չէ այդ տարիքում, երբ մենք նախնական դիրքորոշում ենք ձևավորում հավատքային հարցերում, պետք չէ կասեցնել հետաքրքրասիրությունը եւ այդ հարցերի մասին խորհելը։ Եվ լրացնելով Տեր-հոր ու Արամի այն մտքերը, որ երեխային չես կարող բռնի դեպի հավատը դրթել կամ պետք է նրան ազատություն տաս իր քննադատական մտածողությունը զարգացնելու, վերեմ հետևյալ օրինակը։ Այբ կրթական հիմնադրամի, Այբ դպրոցի եւ Տեր-հոր հետ միասին մենք կազմել ենք ինքնություն եւ արժեքներ դպրոցական դասընթացը, որ արդեն ներդրված է Այբի ավագ դպրոցում։ Մենք ունեցանք արդեն հավատ եւ դավանանք թեմայով դաս։ Եթե մանավանդ ուսուցիչն էլ հոգևորական է, ակնկալվում է բնականաբար աշակերտների կողմից, որ ողջ 2 ժամի միջոցը տրամադրվելու է քրիստոնեական քարոզին, այսինքն եթե մենք անցնում ենք հավատ եւ դավանանք, պետք է քրիստոնեական քարոզ լսենք, բայց արի ու տես, որ այդպես դասը չանցավ, նախ երեխաները իրենք ներկայացրեցին միջնադարյան բոլոր փիլիսոփայական ապացույցները Աստծո գոյության մասին եւ համաձայնեցին ոմանց հետ, ոմանց չհամաձայնեցին, հետո իրենց հանձնարարված բնագիրը հենց Բերտրան Ռասելի այդ ինչու ես քրիստոնյա չեմ էսսեն էր, այսինքն հակաքրիստոնեական գրվածք, որին նաեւ որի փաստարկներին պետք է կողմ կամ դեմ իրենք արտահայտվեին, եւ միակ падգամը, որ իրենց տրվեց դասի վերջում, ոչ թե որ մենք քրիստոնյա ենք, պետք է քրիստոնյա դառնանք, դուք պարտավոր եք քրիստոնյա լինել, այլ հենց այն ինչի մասին, որ մենք խոսում ենք եւ կարծում եմ մեր դիրքորոշումը ամենքից պետք է լինի եւ աթեիստների եւ սկեպտիկների եւ ագնոստիկների հետ զրույցում, որ պետք չէ դադարեցնել հետազոտումը։ Հետազոտեք։ Նույնիսկ եթե ձեր նախնական դիրքորոշումը հակված է աթեիզմի կամ ագնոստիցիզմի, միևնույն է հետազոտեք, ուսումնասիրեք։ Քրիստոնեության իսկությունը բացահայտելու համար այն պետք է ուսումնասիրել, ինչը պահանջվում է ցանկացած հավատացյալից, հնարավոր չէ հավատացյալ լինել, չիմանալ քո դավանանքը, չհաճախել եկեղեցի, չաղոթել, Աստվածաշունչ չկարդալ, որպեսզի խորապես հասկանանք, թե ինչու ենք մենք քրիստոնյա։ Մենք կարող է սրտնեղենք աթեիստների գոյությունից, բայց որքան շատ են հավատացյալները, ովքեր չեն էլ գիտակցում, թե ինչի են հավատում։ Նույնիսկ երրորդության մասին կամ հավատի հիմունքների մասին գաղափար չունեն։ Շնորհակալություն, կարճ անդրադառնամ այս հարցին, նախ քննական մտածողության մասին։ Քննական մտածողություն չի նշանակում հակառակության հոգի, որ անդադ մարդկանց մեջ հակառակության հոգի սերմանենք, բայց շատ հաճախ դա է տեղի ունենում։ Եվ մարդիկ պարզապես քննական մտածողությունը ընկալում են որպես ամեն ինչին մի հատ ինչ-որ հակառակ բան ասելու, հակադրվելու ինչ-որ իբրև թե մտածողություն։ Քննական մտածողությունը միայն այն դեպքում արժեք ունի, եթե դա տանում է ինքնաճանաչողության եւ ինքնակնության եւ ինքնակննադատության։ Թե չէ այլապես դու բոլորին մեղավոր ես համարելու։ Երբեք ոչ մի բանի մեջ քեզ չես մեղադրելու, մնացած բոլորը մեղավորներ են։ Ամեն ինչ բարթելու ես ուրիշների վրա։ Մինչդեռ մարդու հոգեկան առողջությունը սկսում է հենց այն ժամանակ, երբ որ մարդը տեսնում է իր սխալները եւ կարողանում է ունենալ առողջ ինքնակնդատություն եւ կարողանում է այսպես վերականգնել իր ինքն իրեն ազատագրվել այդ սխալներից։ Բայց ես չեմ տեսնում ժամանակակից կրթության մեջ այդ գործիքակազմը,
Ես չեմ տեսնում, որ քննադատական մտածողություն ներկայացող, դասներով մարդիկ փորձում են երեխաներին փոխանցել այդ ինքնաճանաչողության գործիքներ։ Գիտեք, մարդը դպրոցներ է ավարտում, համալսարաններ է ավարտում էմոցիոնալ խելամտության տեսանկյունից, այսինքն ներքին որպես մարդ զարգացածության տեսանկյունից, կարող մանկապարտեզի երեխայի մակարդակ ունենալ։ Մարդիկ ներքնապես չեն զարգանում։ Ծանրաբեռնված է ուղեղները, բայց էմոցիոնալ տեսանկյունից թեր զարգացած մարդիկ են, որովհետև երբեք իրենց վրա չեն աշխատել։ Երբեք իրենց սխալների անալիզով չեն զբաղվել։ Ես համարում եմ, որ սա ոչ թե կրթություն է, այլ հակակրթություն է։ Եթե կրթությունը չի տալիս ինքս ինձ գտնելու հնարավորություն, այդ կրթությունը ինձ համար դառնում է վտանգավոր։ Ինքը այդ կրթությունը անընդհատ ինձ շեղում է ճշմարտությունից։ Անընդհատ նոր բաներ են հրամցնում եւ անընդհատ ես շեղվում եմ ամենակարևոր բաներից։ Նախ ինքս ինձ գտնելուց եւ հասկանալու, թե ով եմ ես եւ ինչի համար եմ ապրում, ընդհանրապես որն է իմ կյանքի իմաստը եւ նպատակը, եւ ինչպես ես կարող եմ ինքս իմ սխալները ուղղել, ինչպես կարող եմ ինքս ինձ հավաքել։ Տեսեք, ցրվածությունը ինչ աստիճանի է հասել ժամանակակից կյանքում։ Մի բառով կարող ես բնորոշել ժամանակակից մարդկությունը, երիտասարդությունը, ներկայության բացակայություն։ Իրենք ուրիշ տեղում են, հեռախոսների մեջ, ինչ-որ վիրտուալ տիրույթներում, նստում ես խոսում ես հետները բացակա են, ներկայություն չկա, ցրված են, տարալուծված են, եւ այդ մանիպուլացնողներն էլ իրենք գիտեն այդ տեխնոլոգիաները։ Ես երեք մի շատ նշանավոր մաթեմատիկոսի հետ էի խոսում, որը զբաղվում է լուրջ մաթեմատիկական ուսումնասիրություններով, հատկապես սոցիալական ոլորտներում, եւ պատմում էր այդ տեխնոլոգիաների մասին, թե ինչպես է 1, 2, 3, 4 սինխրոնացված ստեր գցում, ասենք վիրտուալ տարածքներում, եւ ինչպես են այդ ստերը բանանում, լրիվ աղավաղում մարդկային հոգեբանությունը։ Եվ մենք ընդհանրապես պաշտպանված չենք, մենք չգիտենք էլ դրա մասին, ամեն ինչ հալած յուղի պես ընդունում ենք։ Ինչևէ, հիմա ժամանակն է, որ մենք պատասխանենք ձեր հարցերին եւ այնուհետեւ կանադառնանք մեր եզրափակիչ հարցմանը։ Խնդրեմ, ովքեր հարցեր ունեն։ Իմ հարցը հետեւյալն է։ Ոնց է կարծում, ինչն է պատճառը, որ կյանքում ընդհանրապես երկու տեսակ մարդիկ կան, իմ կարծիքով։ Մի խումբ են մարդիկ են, ովքեր որ լսելով են պնդումը, որ իրականում ոնց որ մարդու կյանքի համար միակ պատասխանատուն հենց այդ մարդն է, այսինքն բոլոր խնդիրները, բոլոր դժբախտությունները, որ մարդ ունի, իրականում ֆունդամենտալորեն հենց իր մեղքն է։ Իրենք շատ լավ են ընդունում այս պնդումը ու ոնց որ դուր է գալիս իրենց, ոչ միայն այն ֆակտը, որ կարծում են, որ ճիշտ է, այլ ընդհանրապես ոնց որ մոտիվացնում է իրենց այս ֆակտը, որ իրենք ուժ ունեն իրենց կյանքը փոխելու, իսկ ուրիշ կատեգորիա մարդիկ էլ իրականում շատ ոնց որ տխրում են այս պնդումից ու դուրները չի գալիս կոպիտ ասած։ Որն է կարծում ոնց որ խորը հոգևոր պատճառները որոնք են այս երկու տարբեր խմբերի։ Ես իմ կարծիքը ասեմ, իմ կարծիքով ընդհանրապես դա հայտնի հետազոտված խնդիր է, որը երևի տարբեր հանգրվաններ ունի, հանգրվաններից մեկը դա ազատությունից փախչելն է։ Մարդիկ, որոնք չեն ուզում ընդունել պատասխանատվություն իրենց համար, իրենք ուզում են ասել, որ կան այլ մարդիկ, որոնք պատասխանատու են իրենց համար, կամ այլ հանգամանքներ, որոնք էլի ձևավորված են մարդկանց միջոցով, որոնք պայմանավորում են իրենց կյանքը, իրենց որոշումները եւ այլն։ Դա նշանակում է այդ մարդը ուղղակի ինքներին բանտարկել է։ Դարձել է այն մարդկանց, բոլոր մարդկանց, ում նա վերագրել է այդ բանտը պահողների դերը, բանտարկյալը եւ ընդունել է իր բանտում լինելը։ Այդ մարդը միշտ կգտնի պատճառ, թե որտեղ է պատը, որտեղ է փակդուր եւ ինչու նա չարեց ինչ որ պետք է աներ։ Այն մարդը, որը ասում է, որ ուրախանում է դրանից, դա ազատասեր մարդն է։ Դա մարդն է, որը ուզում է լինել ազատ եւ ուզում է իր համար ինքը պատասխան տալ, եթե նաեւ հավատացյալ է, ապա Աստծո առջև։ Եթե հավատացյալ չի, կոնի իր խղճի առջև, բայց ինքն իր հետ լինի եւ իր հետ հաշտ լինի եւ չունենա արտաքին հանգամանք, որը կդառնա պայմանավորող իր որոշումները։ Եվ իմ կարծիքով այդտեղ սև ու սպիտակ չի,
Կան մարդիկ, որոնք անդադ մեկ նետվում են բանտը, մեկ փախչում են բանտից, ու նորից նետվում են բանտը, նայած իրավիճակ եւ նայած իմ պատկերացմամբ հոգեվոր կարողություն, որտեղ ամեն բան չի, որ դու կարող ես հեշտությամբ առերեսվել դրա հետ եւ ասել ես ազատ եմ եւ ես եմ որոշում։ Կամ բաներ, որ ցանկացած մարդու կկոտրեն եւ ինքը կհանձնվի եւ կդառնա այլ մարդկանց հպատակ եւ կենթարկվի այլ մարդկանց կամքին։ Ու դա մեղադրելի չի, իմ կարծիքով մարդը Աստծո առջև պիտի դրա համար պատասխան տա, ոչ թե մարդկանց առջև։ Դա իմ պատկերացումն է։ Շնորհակալություն Արամ։ Խնդրեմ։ Խոսքի սկզբում բանախոսներից մեկը Վարդանը նշեց, որ սկեպտիկները ամեն ինչ փորձում են ողջել կասկածի միջոցով եւ կա առողջ եւ ոչ առողջ կասկածի տեսակներ։ Ես ուզում եմ հասկանամ ինչպես կարելի է տարբերել այդ երկուսը եւ ինչքան խորը պետքա գնանք ճշմարտությունը բացահայտելու համար։ Շնորհակալ եմ։ Ես ասացի, որ այո, կա չափավոր սկեպտիցիզմ, օրինակ Դեկարտը դրա կողմնակիցներից էր, որ ասում էր որոշ ճշմարտություններ, որոշ գիտելիքներ մենք կարող ենք իբրև հիմք վերցնել, դիցուք մաթեմատիկական ճշմարտությունները։ Մենք ոչ մեկ չի կասկածի մաթեմատիկայի ճշմարտացիությանը, երբ ասում ենք 1-ին գումարած 1 հավասար է 2-ի։ Բայց վերածելը ամեն բան ախտաբանական կասկածի դրա այդ ոգով վերաբերվել ամեն տեսության ու գաղափարի, դա նիհիլիզմ է եւ դա հենց հերքում է սկեպտիցիզմի հիմնարար գաղափարը։ Սկեպտիկը ինքը արդեն ոչ թե կանխատրամադրված է ամեն բան մերժելու կամ թեկուզ հաստատելու, նման կանխատրամադրվածություն չկա։ Սկեպտիկը, եթե մենք խոսում ենք առողջ կասկածի մասին, առողջ կասկածը սեփական դատողությունը գործի դնելն է, եւ մենք փորձում ենք ինքնուրույն հասկանալ ինչ-որ մի բան, ցանկ եթե հավատի մասին ենք խոսում, դիցուք կարդում ենք Աստվածաշունչը, որոշ դրվագներ մեզ անհասկանալի են, մենք փորձում ենք հասկանալ դրանց իմաստը կամ պատգամը, թե ինչ է դա նշանակում, կամ հրաշքների հետ կապված, երբ լսում ենք քրիստոնեական հրաշքների մասին, մենք բնականաբար փորձում ենք գտնել ճշմարիտ դրա բովանդակությունը, արդյոք իրական է, արդյոք պատմական է, սա առողջ երևույթ է, կարելի է համարձակ կիրառել, կասկածել համոզվելու համար, կասկածել հասկանալու համար, ոչ թե կասկածել պարզապես ամեն բան հերքելու համար։ Կարծում եմ պատասխանեցի հարցին։ Հարցը ովքեր են, ով ստեղծում են այդ տեխնոլոգիաները ու ինչ է իրենց նպատակը։ Մարդու վրա ազդեցությունը դա բավականին կարևոր գործիք է, ուժ է, զենք է։ Այսօր երևի կասեմ, որ գլխավոր պայքարի զենքն է։ Այսօր մարդու վրա ազդեցություն ունեցողները ավելի զորավոր են, քան բանակները, ֆիզիկական բանակները կամ զորքերը։ Եթե ուզում ես մեկին գրավել, նախ ներսից նրան փչացնում ես, վհատեցնում ես, կտրում ես արժեքներից, ինքնությունից, հետո արդեն ինչ ուզես կանես հետը։ Այսինքն այդ պարտությունը նախ սկսում է ներսից, հետո նոր վերածվում է արտաքին պարտության։ Այսինքն գոյություն ունի մարդուն մանիպուլացնելու, կառավարելու մի ամբողջ, այսպես ինդուստրիա գոյություն ունի եւ տարբեր տեխնոլոգիաներ կան։ Այսօր դա շատ զարգացած բան է աշխարհում, շատ զարգացած, պաշտպանվելը բավականին դժվար գործ է։ Ես ձեզ ասեմ, եթե մարդը չունեցավ հոգևոր արժե համակարգ, հոգևոր պաշտպանական համակարգ չունեցավ, անգլերեն ասում են there is no way to survive, ճանապարհ չկա, այսպես գոյատևելու, փրկվելու ճանապարհ հնարավորություն չկա։ Այսինքն մարդը պետք է ունենա ամուր հոգևոր համակարգ, խորը ինքնաճանաչողություն, որպեսզի կարողանա զգուշանալ այդ տեխնոլոգիաների կործանարար ազդեցությունից։ Այսքանը, խնդրեմ։ Բարև ձեզ, ես Ռաֆայելն եմ։ Հարցս նորից կուղեմ Վարդանին եւ իհարկե ձեզ Տեր հայր, առողջ կասկած եզրույթի մասով եւ արդյոք հոգեվոր տեսանկյունից առողջ կասկած եզրույթը ճիշտ է զուգահեռներ տանել, քանի որ Աստվածաշնչյան խոսք հիմա կասեմ, մեջբերում կանեմ, երանել են նրանք, ովքեր չեն տեսել, բայց հավատում են, ովքեր չեն տեսնի եւ կհավատան։ Եվ արդյոք հավատքի տեսանկյունով զուգահեռ տանելը
առողջ կասկածը չի սասանում հավատքին եւ այսպես մշտապես կրծող, տանջող երևույթ զգացում չի առաջացնում մարդու մոտ։ Ես կարծում եմ, որ այդ բառի մեջ է խնդիրը, կասկած բառը ինքը մշտապես տանում է դեպի կասկածամտություն, թերահավատություն, այսպես նիհիլիզմ, այդ ասոցիացիաներ ունի իր մեջ, բայց դու կարող ես որոշակի բաներ կասկածի տակ դնել, օրինակ, ասենք ինչ որ բան է քեզ հետ պատահում, հոգևոր տեսանկյունից, ինչ որ ապրում ես ունենում։ Դու պետք է ստուգես այդ ապրումը որտեղից է։ Միգուցե այդ ապրումը լրիվ հակադիր ճամբարից է, հա, միգուցե դու մանիպուլացված ես, միգուցե քեզ փորձում են օգտագործել, ուրեմն դու պետք է ոչ թե ամեն բան ինչ որ կատարվում է քեզ հետ որպես հալած յուղ ընդունես, այլ պետք է քննես, ինչպես Քրիստոս ասում է, քննեցեք եւ տեսեք։ Այսինքն կասկածել չի նշանակում կասկածամտությամբ տառապել, բայց արդյոք դա ճշմարիտ է այն ինչ որ քեզ հետ պատահել է, հա, այդ դա ստուգելն է։ Այսինքն եթե դու դա տանում է օբյեկտիվ քննության եւ ստուգման, կարող ենք ասել, որ դա առողջ կասկած է։ Կասկածամտությունը արդեն վատ բան է, շատ վատ բան է։ Ուղղակի այդ շատ դժվար բան է այդ սահմանը պահել, հա, այդ նրբությունը պահել, բայց մյուս կողմից նաև պետք է զգուշանալ կույր հավատքից։ Քրիստոնեությունը ոչ մի ընդհանրություն չունի կույր հավատքի հետ։ Դա լրիվ սնահավատություն է։ Քրիստոնեությունը դա հիմա կխոսենք մենք շուտով դրա մասին, դա ճանաչողության ճանապարհ է։ Հավատքը դա ճանաչողության ճանապարհ է։ Հավատքը մտածողություն է։ Հավատացյալ լինել չի նշանակում միտքդ անջատել։ Դա անընդհատ մտածողություն է եւ խորը վերլուծություն է։ Ինչպես կարող ես դու օրինակ գնալ ապաշխարել քո մեղքերի համար, եթե դու ինքնավերլուծությամբ չես զբաղվում։ Ինչպես կարող ես ապաշխարել։ Այսինքն մաքրվելու համար մտածել է պետք։ Առանց դրա չի լինում։ Եթե չկան այլ հարցեր, մենք Տեր մի բան միայն ավելացնեմ, միգուցե դա անգամ թող չլինի կադրում, բայց հիմա ասեմ, եպիսկոպոս Ռացիգերը, որը հետո դարձավ Հռոմի պապ, իր գրքում ասում է, որ առանց կասկածի չի լինում հավատ։ Դու քո հավատը ստուգում ես քո կասկածով, որտեղ դու կարող չես հավատում։ Քանի դու համոզված ես, որ դու հավատում ես, դու կարող ես չես հավատում։ Միայն կասկածելով ես համոզում, որ դու հավատում ես, ու դա անընդհատ ճանապարհ է։ Ու անընդհատ կասկածը միշտ կա բոլոր հավատացյալների մոտ։ Եվս երկու հարց, խնդրեմ։ Ձեր երեքի խոսքից ես հասկացա, որ դուք ասում եք, որ եթե մարդուն արգելվում է կրոնական մտածողություն, պետության կողմից, օրինակ ինչպես սովետական միությունում կամ ռոպագանդայի միջոցով մարդը չի դառնում կրոնի չի հավատում, ապա իր մեջ լսվում է մի դատարկություն, որը պնդում եք, որ պետքա լծվի ինչ-որ մի բանով։ Այսինքն ես հասկանում եմ, որ դուք ասում եք, որ ավելի լավ է այդ դատարկությունը լծվի կրոնական հավատքով, կամ քան թե մի ուրիշ բանով, որը ավելի վտանգավոր է։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր այդ պնդումը։ Մոտավորապես լավ կլինի, որ այդ դատարկությունը ճշմարտությամբ լծվի, ոչ թե ինչ որ բանով լծվի, այսինքն ամեն գնով դատարկությունը պետք չի լծնել։ Դատարկությունը պետք է լծնել հիմնավոր ձևով եւ ճշմարտությամբ ու լույսով, ոչ թե կասկածելի պատկերացումներով։ Խնդիրն այն է, եթե մենք լույսով չլծնենք, ինքը լծվելու է ուրիշ բանով, որովհետև դատարկ տեղ չի մնում։ Լավ կլինի, որ այդ մեր դատարկությունը ամրապնդված լինի լույսով։ Իսկ ինչն է համարվում վտանգավոր, որովհետև հիմա խոսեցինք ոնց որ քրիստոնեության մասին, եթե այլ կրոն դիտարկենք, օրինակ իսլամ, դա համարվում է վտանգավոր, թե չէ, ոնց ենք սահմանում դա վտանգավոր այդ դատարկությունը, ինչով որ լծվել է, թե ոչ։ Գիտեք, ընդհանրապես երբ մենք խոսում ենք քրիստոնեությունից կամ ընդհանրապես այլ կրոնից եւ փորձում ենք դրանք իրար հետ համեմատել, հա, պետք է դրանց ճանաչողություն, որովհետեւ մարդը ընտրություն կատարի, պիտի ճանաչի այդ կրոնները, ընդհանրապես իմանա ինչի մասին են դրանք խոսում, որովհետեւ գիտեք կա տեսանկյուններ, որ բոլորը նույն բանն են ասում ընդհանրապես ի վերջո,
բոլորն էլ նույնն են, ինչ տարբերություն եւ այլն։ Գիտեք, այսպիսի տեսանկյուն կա, որը բացարձակապես հիմնավորված չի։ Եվ պետք է հասկանաս, եթե դու այս կամ այն կրոնը ընտրում ես, արդյոք դա համապատասխանում է քո ինքնությանը, քո նկարագրին, որտեղ կրոնները կապված են նաև քո ինքնության հետ, քո ժողովրդի անցած ճանապարհի հետ, հավատքի ընկալումների հետ, ինչի ենք մենք հավատում եւ ինչի են այլ ժողովուրդները հավատում, կարող են շատ տարբեր լինել։ Այդ հավատալ չհավատալը, ինչ որ բանի վստահել չվստահել, այդքան էլ տրիվիալ հասկացողություն չի։ Հա, ժողովուրդները բնորոշվում են 3 հիմնական բաներով՝ ընդհանուր հետաքրքրություններ, ընդհանուր զգացումներ եւ ընդհանուր հավատալիքներ։ Հավատալիքների ոլորտը էգզիստենցիալ ոլորտ է մարդկանց համար։ Դրա համար դու պիտի ընտրես այնպիսի բան, որը համահունչ է քո հավատալու կարողություններին եւ զորություններին, քո ինքնությանը։ Այլապես դա կլինի քեզ համար խորտ բան, երբեք քոնը չի դառնա։ Սկսենք դրանից։ Բայց այսուհանդերձ, երբ որ դու մի բան ընտրում ես, պիտի հասկանաս ինչի մասին է խոսքը։ Օրինակ, ինչի մասին է խոսում քրիստոնեությունը։ Շատերը կարող է չիմանան դրա մասին։ Քրիստոնեությունը խոսում է ազատագրման մասին։ Դա ազատագրման ճանապարհ է։ Քրիստոնեությունը ճանապարհ է։ Քրիստոնեությունը խոսում է ճշմարտության մասին եւ ասում է, որ կճանաչեք ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը կազատի ձեզ։ Օրինակ, տեսեք, խոսում են վախերի մասին, որ վախերն են կրոնների մեջ շատ մեծ դեր խաղում եւ այլն, հա։ Քրիստոնեությունը ոչ մի ընդհանրություն չունի վախերի հետ։ Նույնիսկ եկեղեցու հայրերն ասում են, եթե քո մեջ դեռ կան վախեր, դու դեռ ճշմարիտ հավատքի մատույցներին, իրական հավատքի մատույցներին չես մոտեցել։ Իրական հավատացյալ մարդ նշանակում է արդեն մարդ, որը հաղթահարել է այդ վախերը։ Այսինքն դա վախերի նաև հաղթահարման ճանապարհ է։ Դա հավաքվածության ճանապարհ է, դա ներքին ուշադրության ճանապարհ է։ Չխոսեմ, թե ինչեր է տալիս քրիստոնեությունը մարդուն։ Հասկանում եք, այն օրվանից, երբ դա դարձել է հիմնական կրոն բյուզանդական կայսրության մեջ, մինչև այսօր ինքը մեծագույն կրոնն է աշխարհում։ Սա նշանակում է, որ ինքը արձագանքում է մարդու հիմնարար փնտրումներին։ Շատ մեծ արձագանք, շատ դժվար կլինի այդքան երկարատև ժամանակահատվածի ընթացքում, հա, դու այդպիսի դոմինանտ դեր ունենաս մարդկանց սրտերում։ Եվ հատկապես մարդկանց սրտերում, որտեղ այլապես հնարավոր չէր, օրինակ ժամանակակից աշխարհում մեծագույն կրոնն է քրիստոնեությունը, հնարավոր չի ժամանակակից մարդուն էժան բաներով համոզես։ Դա պետք է խոսի մարդու հիմնարար փնտրումների հետ։ Դրա համար ամեն գնով, ամեն կրոնով, ամեն տեսությամբ, ամեն իզմով պետք չի լցնել հոգիդ, այլ նրանով, որը քոնն է։ Քոնը պիտի գտնես, ասում են գտիր քո խաչը, վերցրու իմ հետևից արի, ուրիշների խաչերը մի վերցրու, քոնը գտի։ Շատ կարևոր է քո ճանապարհի բացահայտումը։ Շնորհակալություն։ Բարոյձես, ես Հայկն եմ, ուսեմ հարցս արժեքավոր կլինի։ Մեզ երկրում օրինակ պետքա հավատացող մարդիկ, որպեսզի ինչ-որ գաղափարի շուրջ աշխատենք եւ վերհառնեն այդ գաղափարները ու դա մեր համար ստեղծեն անվտանգային, տնտեսական եւ այլ արժեքներ։ Այս ընթացքում, այս փորձի ընթացքում ոնց որ միշտ գտել եմ, որ դա դժվար է Հայաստանում գտնել, հա, մի քիչ ավելի հասարակական կուզենայի անդրադառնանք ինչա կատարվում ազգում, այդ հավատը ինչ կոմպոնենտներ ունի, ինչի օրինակ, երբ որ որովհետև երբեմն պետքա որ սնահավատ լինես, ու չտեսնես հավատաս ու անես ու ստացվի, հա, երբեմն պետքա որ քննես ու այդ process-ները ինչպես արագացնենք, հա։ Փորձեմ պատասխանել, եթե որ ճիշտ հասկացա ձեզ։ Պարզ է, որ որոշ process-ներ պետք է արագացնել, բայց նաև հասունացում է պետք, հոգևոր հարցերում հասունացում է պետք, որտեղ բաներ կա, որ շատ արագացնենք, հետո կարող ենք ուղղակի փչացնել։ Ինչը վերաբերում է ազգին, ես ազգը կարող եմ բնորոշել որպես հավաքական հավատք հասկացողություն։ Դա հավաքական հավատք է, հավաքական բարոյականություն է։ Առանց դրա ազգը չի կարող լինել։ Մենք եթե բոլորս միասին ընդհանուր հավատք չունենք, եւ այդ հավատքը միայն չի սահմանափակվում կրոնով,
ընդհանուր հավատք չունենք, մենք չենք կարող ոչ մի բան իրար հետ անել։ Մենք չենք կարող այդ հավատքից օրինակ բխող բարոյականություն ապահովել։ Ընդհանրապես բարոյականություն չենք կարող ապահովել։ Տեսեք ինչ տեղի ունեցավ, երբ որ փորձեցին Նիցշեի գաղափարների վրա ինչ-որ նոր բարոյականություն կառուցել գերմարդու գաղափարի վրա։ Այդ գերմարդը կործանեց 20-րդ դարը։ 20-րդ դարը այդ գերմարդու կործանումն էր։ Դրա մասին արդեն Դոստոևսկին է գրում իր ոճիր եւ պատիժ ստեղծագործության մեջ, երբ որ մարդու միջից հանում ես Աստծուն եւ մարդը փորձում է բարոյականություն կառուցել, ինչ է տեղի ունենում, ինչ տեղի ունեցավ Ռասկոլնիկովի հետ։ Հանճարեղ ստեղծագործություն է։ Եվ այդ ստեղծագործությունը ասում է ըստ էության դա մարգարեություն է։ Ինչ է տեղի ունենալու մարդու հետ 20-րդ դարում։ Փլուզվեց, այդ ամբողջ բարոյականությունը փլուզվեց, որովհետև բարոյականությունը պիտի բխի հավատքից։ Աստվածամերժ բարոյականություն չի լինում։ Եվ դա մեծագույն խնդիրն է իմիջիայլոց ասեմ աթեիստների, ագնոստիկների եւ այլն եւ այլն։ Իրանք այս կոմպոնենտները ապրիորի վերցնում են կրոնից, որովհետեւ իրենք իրենց չեն կարող հորինել բարոյական համակարգ, որովհետեւ բոլոր բարոյական համակարգերը ծնվել են կրոններից, ունեն հոգեվոր գիտակցություն հիմքում։ Ուրեմն ազգը հավաքական հավատք է։ Եվ այդ հավատքը արտացոլվում է ամեն ոլորտում, ինչպես ենք մենք վերաբերվում գործին, արագ ենք հուսահատվում, թե արագ չենք հուսահատվում, գործը ամբողջացնում ենք, թե չենք ամբողջացնում, էթիկական նորմերը պահպանում ենք, թե չենք պահպանում, գործը անելուց լավ ենք անում, թե լավ չենք անում։ Սրանք բոլորը հավատքից բխող հասկացողություններ են։ Հիմա մենք զգում ենք դրա բացը, դրա անհրաժեշտությունը զգում ենք, հատկապես բիզնեսի մեջ, ամեն տեղ դու պիտի որոշակի մշակույթ ձևավորես, արժեքային համակարգ պիտի մշակես։ Եթե բիզնեսը չի հստակեցրել իր արժեքները, այդ բիզնեսը շատ խախուտ վիճակում է գտնվում։ Բիզնեսը նախ եւ առաջ պիտի իր ներքին բարոյական ամրությունը ունենա, պիտի ունենա հստակ ձևակերպած իր արժեքները եւ պիտի վստահ լինի, որ այդ արժեքները հասնում են բոլոր աշխատակիցներին եւ խոսում են իրենց սրտերի հետ։ Շնորհակալություն։ Եվ այսպես իմ եզրափակիչ հարցը եւ ըստիս երևի ամենակարևոր հարցը արդյոք հավատքը եւ գիտությունը հակասում են իրար։ Արդյոք գիտությունը կարող է ապացուցել կամ հերքել Աստծո գոյությունը։ Այսպիսի հարցադրում եւ նաև սրանից բխող մեկ այլ հարց էլ, արդյոք բոլոր ճշմարտությունները կարելի է ճանաչել միայն գիտության միջոցով, միայն գիտությունն է ինչ որ վերջնական ճշմարտություններ հաստատում, թե ճշմարտության ճանաչողությունը առհասարակ լրիվ այլ ոլորտից է։ Խնդրեմ Արամ։ Գանք նրանից, որ գիտությունը ինքը առաջնահերթորեն հիմնվում է երկու սկզբունքի վրա։ Առաջինը դա էմպիրիկ մոտեցումն է ճանաչողության, որը ճանաչողության տեսակ է միայն։ Ուղղակի շնորհիվ այդ լուսավորչականության եւ նաեւ դրանից եւ մատերիալիզմի ծաղկունքի 19-րդ դարում եւ դրանից բխող պոզիտիվիզմի այն դարձավ գերիշխող։ Մնացած բոլոր ճանաչողական միջոցները համարվեցին երկրորդական, երրորդական, այդ էմպիրիկ մեթոդը համարվեց հիմնական եւ չգիտես ինչու մարդիկ որոշեցին, որ դա միջոց է, որի միջոցով մենք ամեն բան կարող ենք ճանաչել։ Հիմա որպես դուք պատկերացնեք ինչին ենք մենք եկել ենք օրինակ ֆիզիկայի մեն վիճակի, որ ամեն տեսություն, որ մենք հիմա այսօր ունենք, տարբեր տեսություններ մենք ունենք, ֆունդամենտալ տեսություն ասողոսքը, շատ լավ նկարագրում է իրականությունը, ահռելի մեծ ճշգրտությամբ չեն կարող դրանց հերքել, բայց մեկը մյուսին հակասում է։ Եվ մենք գալիս ենք նրան, որ մեր էմպիրիկ մեթոդը եւ մեր տրամաբանության վրա հենվելով աշխարհը ճանաչելը ինքնին է սկսում է հակասել։ Մենք գալիս ենք իրավիճակի, որ պետք է խոստովանենք, որ միգուցե աշխարհականը տրամաբանական չէ, որ ինքը ներքին հակասություններ ունի, որ մեր համար որպես հակասություն է, որտեղ մեթոդն է սխալ։ Ինքը ճանաչման լավ մեթոդ չի միգուցե։ Կարող են այլ մեթոդներ կան, եւ մենք պետք է մի քիչ ավելի շատ պրպտենք եւ գտնենք դրանք։ Մի խոսքով գիտությունը ինքը ընդհանրապես ճանաչողության մեկ ձև է, եւ դրան բացարձակացնելը շատ վտանգավոր է։ Բայց ասեմ նաև, որ մենք մի հետաքրքիր հատկություն ունենք, որ մենք բոլորս չենք կարող գիտնական լինել։ Եվ դա նշանակում է, որ մենք մեկս մյուսին պիտի վստահենք, մենք մեկս մյուսին պիտի հավատանք,
որ այս գիտական արդյունքը կամ այն գիտական արդյունքը իրական են։ Այն ինչ որ հիմա է պատահել գիտության մեջ, ու ձեզ ասեմ, դա մեծ խնդիր է գիտության մեջ այսօր, որ հանրության հավատը գիտության նկատմամբ գնալով նվազում է, որտեղ գիտությունը հենց որ ինքը դառնում է այդ տերհոր ասած գիտության պաշտամունք, վերածվում է շատ վտանգավոր բանի, այն հավատում վերածվում է նույն ինքնահավատությանը։ Երբ որ մենք սկսում ենք ակնկալել գիտությունից այն ինչ որ չի կարող տալ, եւ երբ որ ակնկալում ենք, մեկ էլ հայտնվում են մարդիկ, որ գիտության անունից սկսում են տալ դա։ Ու դու չգիտես այս մարդու հետևում ինչ կա։ Ինչու է նա իրեն ներկայացնում որպես գիտության այնպիսի հեղինակություն, որը կարող է մեզ մեկնել մի բան, տալ մեր հիմնական հարցադրումներին պատասխան։ Ո՞վ է այդ մարդը։ Որտեղից նա եկավ, ինչու նա գիտությանից պիտի խոսի, բայց արի ուտես այդպիսի մարդիկ հայտնում են, իրենցից ոմանք գիտնականներ են, բայց նեղ իրենց ոլորտում միգուցե մի բան արած գիտնական է, բայց դա չի շակու այդ մարդը գիտի աշխարհի մասին ամեն բան։ Բայց իրենք մեկ էլ դուրս են գալիս բեմ եւ սկսում են խոսել ամեն բանից եւ սկսում են պնդումներ անել աշխարհի մասին, Աստծո մասին, հազար բանի մասին եւ ակնկալում են, որ մենք իրենք հավատանք։ Խնդիրն այն է, որ դրանով իրենք նվազեցնում են վստահությունը եւ հավատը գիտության նկատմամբ։ Եվ այն ճգնաժամը, որի մեջ հիմա հայտնվել է գիտնականները, որ իրենք արդեն սկսել են ստել, բացահայտ ստել։ Վերջին մի քանի, չգիտեմ, լսել չեք լսել, մի քանի էս վերջին այդ աղմկալի պատմությունները, երբ որ բացահայտվել է, որ գիտնականները հայտնի գիտնական, աշխարհահռչակ գիտնականներ, որոնց անունները անդադ հիշատակվում են, կեղծել են իրենց գործերը, կեղծել են տվյալներ, որպեսզի ստանան գիտական արդյունք, որտեղ գիտությունը դարձել է պաշտամունքի առարկա եւ ֆինանսավորումը գիտության վերածվել է թող մեզ մի նոր հետաքրքիր հավես բան պատմեն, որ մենք ողջավորում ենք եւ գումար տանք։ Իրենք վերածվել են ծաղրածուների, վերածել են մարդկանց, որոնցից ակնկալում է, որ իրենք պետք է բոլորիս հաճոյանան եւ ասեն բաներ, որ մեզ դուր գան։ YouTube-յան ալիքները լրացնեն իրենց գիտությամբ։ Դա ամենաահռելի բանն է, որ կարող է պատահել գիտության հետ։ Շատերը գիտնականներ հիմա խոսում են, թե գիտության վերջն է։ Գիտությունը ավարտվում է այսօր։ Եվ բայց դա իրականում դա աստվածամերժության, ճշմարտության մերժելու վերջն է։ Գիտությունը գիտնականները տարվելով պոզիտիվիզմով եւ մերժելով այլ ճանապարհներով ճշմարտություն ճանաչելու հնարավորությունը, պնդելով որ միայն իրենք են այդ ճշմարտություն բերողը, դրեցին իրենց ծաղրացուների դերում։ Վաղը իրենց վրա բոլորը ծիծաղելու են, որտեվ իրենք չկարողացան այդ ակնկալիքը ապահովել։ Իսկ այն գիտնականները, որոնք այդպեսին չէին, իրենք հայտնվեցին ոչ միայն փոքրամասնության մեջ։ Դուք չեք պատկերացնում, կենսաբանության ոլորտում մինչ այսօր հավատացյալ կենսաբաններին բառացիորեն հետապնդում են։ Իրենց հոդվածները չեն հրապարակում։ Իրենց ասածները վերածվում են ուրեմն բանի հարցակման, հակահարցակման համատարած, որովհետև այդ ոլորտում աթեիստների քանակը մի քիչ ավելի շատ է։ Աթեիստ կենսաբանները, չգիտես ինչու։ Ուզում ասեմ, այն երևույթները, որոնք չպիտի լինեին գիտության մեջ, որոնցից գիտությունը զերծ էր, մտել են գիտության մեջ եւ ներքուստ կեղեքում են։ Եվ ինչու? Որովհետև ինչ որ ճակերտավոր պայծառ մտածող մարդիկ որոշեցին հակադրել գիտությունը եւ հավատքը։ Եվ ընդհանրապես գիտությունը առանց հավատքի հնարավոր չէ։ Մենք կարող շարունակենք դրա մասին խոսենք, բայց ասեմ, որ գիտեք, օրինակ դուք ձեր նախկինի կյանքից հիշում եք միայն շատ փոքր դրվագներ։ Մնացածը դուք լրացնում եք ձեր հորինած, ձեր պատկերացրած ինչ որ իրողություններով, դեպքերով եւ այլն, որպեսզի ամբողջական պատկեր ստանաք։ Ինչով եք դուք լրացնում։ Դուք լրացնում եք նրանով, ինչ որ դուք հավատում եք, որ պիտի լիներ, որպեսզի դուք լինեիք այն մարդիկ, որ դուք այսօր եք։ Դուք անընդհատ ամեն ինչը լրացնում եք հավատով։ Այս պահին դուք նստած հավատում եք, որ կլինի եւս մի պահ եւ եւս մի բառ կասեմ, եւ նաեւ հավատում եք, որ ես վերջը այս խոսափողը կդնեմ եւ հնարավորություն կտամ մնացածներին խոսել։ Դուք անընդհատ հավատում եք, որ մի բան կպատահի։ Առանց հավատի ոչինչ հնարավոր չէ, գիտությունը հնարավոր չէ։ Եվ գիտությունը եւ հավատքը հակադրելը, հավատքը որպես ճանաչողության միջոց գիտությանը հակադրելը, դա գիտության ոչնչացման ամենակարևոր քայլն է եղել այն մարդկանց կողմից, որոնք գիտություն իրականում չէին ճանաչում, չէին հասկանում, բայց որոշեցին այն օգտագործել
իրենց անձնային շահերը առաջ տանելու համար, իրենց պայքար հավատքի դեմ պայքար առաջ տանելու համար։ Մոտապես այսպես։ Գիտություն նստիս ոչ կարող է հերքել, ոչ կարող է հաստատել Աստծո գոյությունը, հավատի անհրաժեշտությունը, դա առասարակ գիտության իրավասության ոլորտը չէ։ Որտեվ նույն գիտական հայտնագործությունը, նույն գիտական փաստը կարող են ծառայեցնել հոգուտ իրենց եւ աթեիստները եւ հավատացյալները։ Դիցուք ֆիզիկական ոլորտում ֆիզիկայի հայտնագործությունները կարող են հավատացյալին ավելի ամրացնել իր հավատի մեջ, որ այո, եթե տիեզերքը այսպիսի կարգավորություն ունի, ուրեմն կա արարիչ։ Դա միջնադարյան փիլիսոփայական աստծոապացույցներից մեկն է, տիեզերագիտական ապացույցը, որ եթե կա տիեզերք, եթե կա այդ կարգավորությունը նաև մարդկանց մեջ, ուրեմն պետք է լինի նաև արարիչ։ Մյուս կողմից էլ աթեիստը կարող է ասել, եթե մենք այնքան խելացի ենք, որ գիտությամբ կարող ենք բացատրել այս ամեն ինչը, ուրեմն մեզ արարիչ էլ պետք չէ։ Ու նաև հիշենք, որ գիտական բացարձակ ճշմարտություն էլ գոյություն չունի, չկա գիտական ճշմարտություն ասվածը, որտեղ գիտությունը, եթե անդրադառնանք գիտության հեղափոխությունների տեսությանը, միշտ ընթացել է թռիչքային կերպով։ Եղել է ինչ-որ հարացույց, ինչ-որ պարադիգմ, օրինակ Պտղոմեոսի երկրակենտրոնության տեսությունը 17 դար ողջ քաղաքակրթությունը արևմտյան ու նաև արևելքում հավատացել են, որ երկնային մարմինները պտտվել են երկրագնդի շուրջ։ Բայց հետո Կոպեռնիկոսյան տեսությունը ապացուցեց, որ ոչ, արեգակնակենտրոնությունն է ավելի ճիշտ բացատրում տիեզերքը։ Եվ ես հասկանում եմ որոշ աթեիստների չարախնդությունը, երբ եկեղեցին փորձել է այդ գոյություն ունեցող համոզմունքները միավորել աստվածաբանության, կրոնի, աստվածաշնչյան փաստերի հետ, հետո երբ ինչ որ ճանաչված տեսություն հերքվել է, աթեիստները չարախնդացել են, չէ՞, միանգամից ասել են, ահա եկեղեցին էլ սխալվեց, դուք մեզ այսքան դարեր ասում եք, որ երկրի շուրջն է պտտվում, բոլոր երկնային մարմինները, բայց հիմա պարզվեց, որ հակառակն է, կամ եկեղեցին խոչընդոտում է գիտության առաջընթացին։ Այնպես որ գիտությունը ոչ մի ձևով ոչ կարող է հաստատել, ոչ կարող է հերքել Աստծո գոյությունը կամ հավատքի անհրաժեշտությունը։ Եվ նաև այն հարցի վերաբերյալ, թե ինչ ճանաչողության ուղիներ մենք առհասարակ կարող ենք օգտագործել հավատին դառնալու կամ Աստծուն ճանաչելու համար, սա գալիս հանգում է այն հարցին, որ հավատի անհրաժեշտությունը, Աստծո գոյությունը առաջին հերթին դա եւ ակնհայտ իրողություն է, եւ ծածուկ միևնույն ժամանակ, եւ դա հանճարեղ աստվածային նախախնամություն է իմ կարծիքով։ Աստծո համար դժվար չէ լինի ամպերի վերևից գորգռալ ամենքիս վրա, հայտնել իրեն, որ ինքը կա, եւ մենք կհավատայինք, բայց ինչպես կհավատայինք, բռնի։ Աստծուն պետք չէ բռնի հավատ կամ բռնի սեր։ Աստված թույլ է տալիս, որ ամենքը կամավոր գան դեպի իրեն։ Եթե աթեիստը մեզ հարցնի ուր է Աստված, ցույց տվեք մեզ Աստծուն, որպեսզի մենք հավատանք, մենք չենք կարողանա ինչ որ իրեղեն ապացույց բերել մեջտեղ, ասել ահա այստեղ է Աստված։ Բայց միևնույն ժամանակ, եթե մենք դառնանք բնության գեղեցկությանը, մարդու արարելու անսահման կարողությանը, մեր հոգու անմահության հավատին, եթե մարդը այդպիսի արարած է, այդպիսի կարգավորություն ու գեղեցկություն կա մարդու մեջ, ինչպես կարելի է չհավատալ հոգու անմահությանը կամ նաև Աստծո գոյությանը։ Դա միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Աստված կա, եւ միևնույն ժամանակ ծածուկ է։ Մենք ինքներս պետք է որոշենք, գործադրելով եւ մեր բանականությունը, եւ ճանաչողությունը, այն թաքուն ալիքները, որ կան, այն կանալները, այսպես ասած, որ գոյություն ունեն մեր ուղեղում ու մեր հոգում, բոլորը կարող են կիրառել, որպեսզի հասկանանք, գտնենք ու ճանաչենք Աստծուն։ Սա պարզապես որոնման ճանապարհ է, որ անցնում ենք ամենքս, եւ այն մարդկանց, ովքեր իրենց աթեիստ կամ ագնոստիկ են համարում, պետք է պարզապես մաղթել, որպեսզի իրենց կյանքում այդպիսի մի առիթ ընձեռվի, երբ նրանք բախվեն այդ իրողության հետ։ Իրենց աչքերից ինչ որ շղար շնկնի եւ նրանք կարողանան հանդիպել Աստծուն ու զրուցել Աստծո հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ կուզենայի հավատքի հարցին անդրադառնանք, որտեղ ինչպես իմ զրուցակիցներն ասացին, առանց հավատքի մենք գիտության մեջ ոչինչ անել չենք կարող։ Հիմա ես կփորձեմ դա ձեզ ցույց տալ։ Օրինակ մաթեմատիկայի մեջ մենք ստիպված ենք
կուրորեն դոգմատիկորեն, շատ դոգմատիկ կերպով ընդունել, հաշտվել որոշակի աքսիոմների հետ։ Կամ մի ուրիշ բան, մաթեմատիկայի մեջ ես ինչ-որ բան պիտի ապացուցեմ, ինչ-որ բանի ճշմարտացիությունը, չեմ ասում ճշմարտությունը, որտեղ ըստ իս գիտությունը ընդհանրապես ճշմարտության մասին չի խոսում, ինչ-որ բանի ճշմարտացիությունը ապացուցելու համար ես պետք է աքսիոմատիկ համակարգի վրա հիմնված տրամաբանական դատողությունների շղթայով հասնեմ տվյալ ձևակերպման, այսինքն ապացուցեմ որոշակի թեորեմ, որ դա այդպես է։ Բայց որպեսզի ես դա անեմ, ես պիտի համոզված լինեմ, կուրորեն պիտի հավատամ, շատ դոգմատիկ կերպով պետք է հավատամ, որ դա հնարավոր է, որտեվ եթե դա հնարավոր չէ, ես ընդհանրապես դրանով չեմ զբաղվի։ Ինչ իմանամ, հազարավոր ակետից B կետը հասնելու անվերջ ճանապարհներ կան, իմ ամբողջ կյանքը չի հերիքի այդ ճանապարհները վերլուծելու վրա, ինչի՞ս է պետք է այդպիսի գործունեությամբ զբաղվեմ։ Ակետից B կետ հասնելու ճար չկա, հավատք է պետք։ Եվ պիտի հավատաս, որ նստել ես այդ տրամաբանության սպիտակ ձիու վրա, դու անպայման տեղ ես հասնելու ես ճշմարտացի պնդման։ Հիմա մի հանճարեղ մարդ կա, Կուրտ Գյոդելն է։ Հիմա ինքը մի թեորեմ է ապացուցել, որ շատ հետաքրքիր պնդում անում, որոնք անվանում են այդ թեորեմը Աստծո գոյության թեորեմ։ Ասում է, որ տվյալ աքսիոմատիկ համակարգում ես կարող եմ ճշմարիտ մաթեմատիկական պնդում անել, որը ոչ կարելի է ապացուցել եւ ոչ էլ կարելի է հերքել այդ մաթեմատիկական համակարգում։ Պարադոքսալ բան է, այսինքն պարզվում է ճշմարտությունը այնտեղ դրած է, ես ամբողջովին հիմնված եմ այդ ճշմարտության գոյության վրա, իմ ամբողջ գիտությունը կառուցված է դրա վրա, բայց ես չեմ կարող հասնել այդ ճշմարտությանը տրամաբանական դատողությունների շնորհիվ։ Գծային ճանապարհով, ալգորիթմիկ ճանապարհով ես երբեք չեմ հասնելու այդ ճշմարտությանը։ Սա նշանակում է, որ այդ ճշմարտությունը դրված է եւ ապրիորի գոյություն ունի, մեր ամբողջ կյանքը հիմնված է դրա վրա, բայց դա գիտականորեն մինչև վերջ ապացուցել հնարավոր չէ։ Այն դեպս մաթեմատիկորեն ապացուցել հնարավոր չէ։ Կամ դրա հավանականությունը, այսպես ասենք, գրեթե 0 է։ Տեղ չհասնելու հավանականությունը անverջ մեծ է տեղ հասնելու հավանականությունից, փորձեմ այսպես մաթեմատիկորեն ձեզ ասել։ Ուրեմն պետք է հիասթափեցնեմ մեր բոլոր sense գիտությամբ զմայմողներին, հա, որ գիտությունը շատ ավելի դոգմատիկ բան է, քան հավատքի ճանապարհը։ Դոգմատիզմը ամենուր է, եւ դրանից պետք չէ վախենալ։ Բա առանց հիմքի ինչ ենք անելու մենք։ Մեզ հիմքային հասկացություններ են պետք։ Մենք ամբողջ ճանաչողության process-ի ընթացքում պետք է ինչ-որ բաների վրա հիմնվենք։ Հետո հարցս այն մասին էր, արդյոք գիտությունն է միայն խոսում ճշմարտությունից կամ ճշմարտության բացահայտման ճանապարհն է։ Ամենևին ոչ։ Ռացիոնալիզմը շատ ավելի լայն հասկացողություն է, քան գիտությունը։ Գիտությունը շատ նեղ հարցերի է պատասխանում կյանքի, շատ նեղ։ Տոկոսային հարաբերությամբ անգամ չասեմ, դա կարող է 1%-ից էլ քիչ լինել։ Չեմ ուզում ուղղակի թվաբանական պատկերի վերածել, որտեղ մարդու կյանքը շատ ավելի լայն է, քան այն հարցերը, որոնց որ գիտությունն է պատասխանում։ Ինչ է Շեքսպիրը ճշմարտությունից չէր խոսում կամ Պլատոնը ճշմարտություններ չէր բացահայտում։ Էնպես որ ուրեմն պետք է նկատի ունենալ, որ ճանաչողությունը շատ ավելի լայն process է, շատ ավելի լայն ոլորտ է, քան այսպես կոչված գիտական ճանաչողությունը։ Ես շատ հարգում եմ գիտական մեթոդը եւ միշտ անգամ աշակերտների հետ շփվելուց ասում եմ փորձեք կիրառել գիտական մեթոդը ինքնաճանաչողության համար։ Այդտեղ մի հատ շատ կարևոր բան կա, կարող է ձեզ հետաքրքրի, էլի, գիտական մեթոդի մեջ մի հատ կարևոր դերակատար կա։ Գիտեք, չէ, որ ես պետք է փորձ տնեմ, փորձի արդյունքներ ունենամ, բայց որպեսզի իմ փորձի արդյունքները օբյեկտիվ լինեն, ես պետք է անկախ դիտորդ ունենամ։ Եթե անկախ դիտորդ չլինի կամ ես լինեմ դիտորդը իմ դրած փորձի, ես անդադ միջամտելու եմ փորձի արդյունքներին։ Իմ ստացած արդյունքները արժանահավատ արդյունքներ չեն։ Ուրեմն ճիշտ արդյունքի հասնելու համար ես պիտի անկախ դիտորդ ունենամ։ Հիմա պատկերացրեք, որ դա կիրառում եք ինքնաճանաչողության համար։ Դուք լավ դիտորդ չեք ձեզ համար, դուք անկախ դիտորդի կարիք ունեք։ Միգուցե այդ անկախ դիտորդը ինչ-որ շատ խորը հոգևոր մարդ է, մի սուրբ է, մի ինչ-որ կարևոր հեղինակություն է, որը ձեզ չի խաբելու, միշտ ճշմարտությունն է ասելու։ Հիմա պատկերացրեք, որ ես
փորձեմ այդ դիտորդի գաղափարը աբսոլյուտիզացնեմ։ Ես կհանգեմ Աստծո գաղափարին, որ մենք կարիք ունենք այդ աստվածային դիտման։ Առանց այդ բացարձակ աստվածային հայացքի մենք երբեք օբյեկտիվ ճշմարտության չենք հասնելու։ Այսինքն, երբ որ ես գիտական մեթոդը կիրառում եմ ինքնաճանաչողության համար, ես տեսնում եմ, որ այդ գիտական մեթոդը ինձ տանում է դեպի Աստված ճանաչողության, Աստծո գոյության անհրաժեշտության իմ կյանքում։ Եվ վերջապես հավատքի մասին ես միշտ ասում եմ եւ այսօր էլ շեշտեցի, հավատքը դա ճանաչողության ճանապարհ է։ Ըստ Տաթևացու կա ճանաչողության 4 ճանապարհ։ Առաջին ճանապարհը դա տպավորական ճանաչողությունն է, որ տեղի է ունենում մեր զգայարանների միջոցով։ Մենք փոխազդում ենք այս աշխարհի հետ, ազդեցություններ ենք ունենում, տպավորվում ենք ինչ-որ բաներով եւ այդ սիգնալներով սկսում ենք որոշակի պատկերացում կազմել այս արտաքին աշխարհի մասին։ Երկրորդ ճանաչողության տեսակը Տաթևացին անվանում է պատճառական ճանաչողություն, երբ մենք սկսում ենք տեսնել պատճառահետևակային կապ, դատողություններ ենք անում, վերլուծություններ ենք անում եւ այլն, այսինքն ես երկրորդը շատ մոտ է գիտական ճանաչողության, այսպես մեթոդիկային, բայց ոչ միայն գիտական, հոգեվորի մեջ դա շատ լայն կիրառում ունի։ Երրորդ ճանաչողության տեսակը սիմվոլիկ ճանաչողությունն է, որտեղ մենք արդեն որոշակի սիմվոլների միջոցով, որոշակի մեծ դոմեյններով իրողություններ ենք սահմանում եւ սկսում ենք այդ սիմվոլներով աշխատել, օրինակ լեզուն դա սիմվոլիզմ է։ Մենք ամեն մի բառը, որ ասում ենք, այդ բառը կարող է մի ամբողջ մեծ գաղափար լինել, բառերի մեջ մեծ իմաստային լիցքեր կան։ Այնպես որ սա սիմվոլիկ ճանաչողության տեսակ, մաթեմատիկան նույնպես սիմվոլիզմ է, արվեստը սիմվոլիզմ է։ Եվ չորրորդ տեսակը ճանաչողության դա հավատքի կամ միստիկ ճանաչողության տեսակն է, որը ըստ Տաթևացու ոչ թե տալիս է մեզ պատկերացումներ ճանաչելիի մասին, այլ բերում է մեզ կատարյալ միավորման ճանաչելիի հետ։ Մենք ոչ թե դատում ենք, արդեն ունենք ինչ-որ կարծիքներ, այլ ունենք ճանաչելին։ Սա է ամենահավաստի ճանաչողության տեսակը։ Այնպես որ հոգևոր գիտակցության մեջ հավատքը դա ճանաչողություն է, հավատքը դա մտածողություն է, հավատքը դա մտածողության, ես կասեի, լույսն է։ Որովհետև ինքը տրամաբանությունը կույր է, այդ տրամաբանությունը աշխատացնելու համար քեզ լույս է պետք, առաջնորդություն է պետք, դու պիտի ընտրություն կատարես։ Չէ՞ ամեն ուղղությամբ կարող ես տրամաբանել։ Այս ուղղությամբ ես շատ ասելիքներ ունեմ եւ շատ կարող եմ երկարացնել իմ խոսքը, շատ շնորհակալություն մեր խոսնակներին այս հանգամանալի զրույցի համար, շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ այսպիսի մասնակցության համար եւ շատ լավ հարցերի համար։ Բարի երեկո եմ մաղթում բոլորիդ։